Ողջույն բարեկամներ, ինքնաճանաչում ֆորմատով այսօր կզրուցենք մենք շատ հետաքրքիր պերսոնաժի հետ, նախկին լրագրող, չնայած ասում են լրագրողի նախկինը չի լինում, բայց հիմա այս վիճակով Wish Up Drone Ակադեմիայի տնօրեն Արման Սուլեյմանյանի հետ։ Բարև Արման ջան։ Ողջույն բարեկամներս, ողջույն հեռուստադիտող, ողջույն Վարդան ջան։ Ուրեմն Արման ջան, քանի որ մենք սկսել ենք ինքնաճանաչում շարժում, իմիջիալոց ժողովուրդ ջան, սա ամենակարակական, կառուցողական եթերներից մեկն է լինելու, անպայման չմոռանաք ասեղ մեկ լայքի կոճակը եւ տարածեք։ Ուրեմն տեսեք, քանի որ մենք սկսել ենք շարժում արդեն 2 ամիս է, քանի որ հույսեր չունեինք, որ այս ընտրություններով բանա փոխվելու, մենք որոշեցինք, որ չընկնենք այս կոմենկոմ ում առաջ աջակցենք, ում մերժենք, որոշեցինք մենք ստեղծենք այն ինչ որ ուզում ենք որ մեր համար անեն։ Այս տրամաբանության մեջ ուրեմն մի խոսքով ստեղծում ենք շարժում, այս տրամաբանության մեջ ես եւ մասնագետների խումբ գրում ենք ապագա պետության կարևոր ոլորտների կարևոր հայեցակարգերը։ Ես կրթության ոլորտի վրա աշխատելու ժամանակ սենց միտքս եկած դու քո գործը եւ հասկանալով հանդերձ ինչքանով են կարևոր հիմա դրոնները պատերազմի ժամանակ ավելի ճիշտ ես ռազմական ոլորտից եկա դեպի կրթություն, հա, որ այն ինչ որ ունենում ենք ուզում ենք ունենանք ռազմական ոլորտում լավ աշխատող, ինքը պետք է ներդրված լինի կրթությունից դեռ։ Մանկապարտեզ, դպրոց, հա, նույն ազգբանակը, նույն դրոնների հետ աշխատելը, դրոնաշինություն, օպերատորություն եւ այլն։ Եվ հիշեցի, որ դու արդեն դա անում ես եւ մտածեցի նախկին լրագրող, հա, նախկին ակտիվիստ նախքին դուրս մեր գրպանից այդ համույթի անդամ Արման Սուլեյմանյանը, քանի որ արդեն դա անում է, ինքը հստակ սա կարասի։ Եթե այն ինչ որ ինքն անում իր ակադեմիայի մեջ, եթե սա ներդրվի կրթական համակարգի մեջ, որ երեխեքը սկսեն սովորել դրոնի օպերատորություն, դրոն սարքել մի խոսքով, ինչքանով դա ռեալիստական է եւ ինչքանով դա օգտակար կլինի պետությանը բոլոր ոլորտներում, գյուղատնտեսական, տնտեսական, չգիտեմ, միջև ռազմական։ Լսում ենք։ Բոլոր խնդիրները, որը դու թվարկեցիր, հարգելի Վարդան, դրանց հիմնակարը, սկիզբը թերի կրթությունն է։ Ինչու են դրոնները կարևոր։ Նախ դրոնները դրանք ինժեներիա են։ Ժամանակին շատ վատ սերիալ ունենք, ինժեներ բալա, այդ 90-ականներից ես ինչու ինժեներ մասնագիտությունը համարվեց դոձիկ մասնագիտություն, հա։ Փոքրացվեց դա նշանակությունը։ Հա, տեղ գտավ փողոցային անհասկանալի կերպարը կիսագողական, որը հետո ներթափանցեց։ Կներես այդ ինժեներ բալայի նման են ներկայացվել նաև բոլոր երաժիշտները։ Ջութակար կլներ։ Դեն երաժիշտներ դոձիկ էլ դու ես, вообще չի Հա, կնա։ տենց է դուրս գալիս, հա, տենց է դուրս Հա, գալիս։ հետո անցան տարիներ եւ մենք ունեցանք այն ինչ ունեցանք։ Հիմա շատ կարևոր նրբություն, ինչու են չինացիները այսօր թելադրում ամբողջ աշխարհին իրականություն, կլինեն դա էլեկտրական մեքենաներ, կլինեն դրոններ, DJI ընկերությունը 80%-ն է տիրապետում, մեր ակադեմիան լրջագույն խնդիր ունի օրինակ դպրոցի համար, երբ որ 50, 100, 200 դրոն ես ուզում պատվիրես, չինացին ասում է գիտես ինչ կա 300-ից ներքև ես սկի վաճառքի մենեջեր չունեմ, 300 պլյուս կխոսենք։ Այսինքն ինչու ենք մենք բաց թողել այս ամեն ինչը, սրա արմատները շատ խորն են, կա տենց թեորիա, որին ես հավատում եմ, թեորիան հետևյալն է, որ աշխարհը բաժանված է երկու քաղաքակրթության, բրնձի քաղաքակրթության եւ ցորենի քաղաքակրթության։ Ուրեմն ինչով են տարբեր բրնձի եւ ցորենի քաղաքակրթությունը։ Բրնձի, հա։ Ասիական եւ արևմտյան։ Հա, սրանք տարբեր քաղաքակրթություններ են։ Մենք բնականաբար ցորենի քաղաքակրթությունն ենք։ Ինչու ենք մենք տանուլ տալի, շատ պարզ է։ Ցորենի հատիկը չինացին 100,000 տարիներով ընթացքում դնում է մատի ծայրին եւ ուղիղ խրում է 2.5 սանտիմետր հողի մեջ։ Դուք բոլորը տեսել եք ֆիլմերով բրնձի դաշտը, ինքը ջրի մեջ է։ Եթե շատ ես խրում 3.5 սանտիմետր, ծիլ չի տալի։ Եթե քիչ ես խրում, ջուրը փդեցնում է սերմը, չի աճում։ Եվ երբ որ մարդիկ հազարավոր սերմեր ուղիղ 2.5 սանտիմետրով մխել են հարյուրամյակներ ի վեր, դա տվել է իրենց մտածողություն, միկրոչիպեր,
միկրոգործողություններ, իսկ դուք բոլորդ գիտեք, գիտնականները ապացուցել են, որ ընդհանրապես երեխայի լեզուն բացելու համար, մտածողությունը բացելու համար մանր առարկաներով, լեգոներով ինչ-որ խաղեր է պետք, որ երեխեն զարգանա։ Մատորիկան զարգացնելով բաժան։ Այո, չինացիները մատորիկայով բոլորիս անցել են, այդ նույն ժամանակաշրջանում, երբ որ իրանք ամբողջ ազգով այդ մատորիկայով այդ ամեն ինչի հիմքը դնում էին եւ հասան ինժեներիային դրոններին եւ մյուս բաներին, մենք sense բռով վերցնում էինք ծորենը, հա, ու ցրում էինք, որը կաճի, որը չի աճի, դե Աստված մի բան կանի, հա։ Ու ստեղ գնաց երկու քաղաքակրթության տարանջատումը եւ տարիների ընթացքում, հարյուրամյակների ընթացքում մենք բոլորս հիմա տեսնում ենք, ուր հասան իրենք եւ ուր ենք մենք։ Այս եկեք ֆիքսենք։ Գնացինք առաջ։ Մշակութային առումով մեծերին հարգելու, շնորհքի, քեզնից ստատուսով ցածր մարդու հետ վերաբերմունքը շփումը գաղտնիք չի, որ ճապոնացիների, կորեացիների եւ չինացիների մոտ աստվածային մակարդակի վրա է, եւ գաղտնիք չի, որ Հայաստանում մեծ փոքր սա խառնվել է իրար, այսինքն ուսուցչին լացացնել, իրան ասել դու ով ես այ բոմժ եւ այլն, նորմայի մեջ է, հա, այսօր մեզանում։ Այսինքն մշակութորեն պարտվել ենք, մատորիկայի ուղեղի զարգացման առումով պարտվել ենք։ Հիմա ինչի մասին է Drone Academy-ն։ Առաջի հայացքից հավես անգլերեն լավ բառ կա, fancy ոլորտ է, իրականում շատ բարդ ոլորտ է, որտեղ 300 աշակերտից հազիվ 50-ը դառնում են օդաչու։ Ինչու չեն դառնում, եկեք հասկանանք։ Չեն դառնում, որովհետև ծնողները մուսի-պուսի են մեծացրել, որովհետև մանկապարտեզում հավաքարար կա, բանակում կա, ինստիտուտում կա, դպրոցում կա, երեխան ընդհանրապես իր հետևից հավաքել չունի, հա։ Ես օրինակ անկեղծորեն ասում եմ, որ 2 օր առաջ 2 հեռակառավարման վահանակս աշակերտներս հոշոտել են։ Ես հասկացա, որ եթե տեսախցիկով նայեմ ով է, ավելի շատ կներվայնանամ, դրա համար որոշեցի չներվայնանալ, ուղղակի փագի տակ դրեցի, հիմա խելոք գալիս են ստորագրում են նորեն հեռակառավարման վահանակը ստանում, ինքը ազատորեն դրված չի համակարգչի դիմաց։ Այսինքն մշակույթով, մտածելակերպով հետ ենք մնացել ու հիմա ինձ նման ակադեմիայի տնօրենի գերխնդիրները դրանք դրոնները չեն, դրանց հավաքումը չի, այլ դա զուգարանից օգտվելու խնդիրն է, որը մինչև հիմա չեմ կարող լուծեմ, հա, ես օրինակ շաբաթը մեկ երիտասարդներին շարում եմ, բացատրում եմ, որ կոլեկտիվի կեսը աղջիկներ են, որ զուգարանից պետք է այնպես օգտվել, որ քեզնից հետո չզզվեն, որ կաբելը պետք չի գողանալ, որ հեռակառավարման վահանակը պետք չի հոշոտել, այսինքն մինչև ինժեներիա հասնելը ես տիտանական ահռելի աշխատանք ունեմ կատարելու, որովհետև դպրոցները եւ ինստիտուտները դրանով չեն զբաղվում։ Այսինքն դպրոցները եւ ինստիտուտները բառի բուն իմաստով թող ինձ բոլորը ներեն, իհարկե կան լավ մասնագետներ, մանկավարժներ, բայց եւ այնպես գերի են վերցնում երիտասարդին, խոստանում են իրեն X դիպլոմ, բայց այդ X դիպլոմով ինքը որտեղ աշխատանքի կանցնի, դա ոչ մեկին հետաքրքիր չի։ Եվ Դու դիտավորել ես մանկապարտեզը բաց թողում, թե մանկապարտեզը բան չի տալի։ Մանկապարտեզը շատ բան տալ, շատ բան։ Այսինքն մանկապարտեզ դպրոցից։ Իմ մոտ որովհետև դիտարկվում է հենց մանկապարտեզից։ Այն պարապան մտածություն մանկապարտեզն է, հա։ Այո, ստեղ շատ կարևոր մի հատ նրբություն կա։ Մենք այսօր շատ ենք խոսելու տեխնոլոգիաներից եւ դրա կարևորությունից, բայց միջև տեխնոլոգիա գալը մենք պետք է հասկանանք մարդը ինչ մտածելակերպ ունի։ Այսինքն ես այսօր դրոնով թռնելը չեմ վաճառում մարդկանց։ Ես վաճառում եմ թռիչք մտքի։ Ես ասում եմ պարզ բան, եթե ձեր երեխան ֆիզիկապես դրոնով չկարողացավ թռնել, նրա մտքի թռիչքն էլ չի զարգանալու։ Դա շատ է դուր գալի ծնողներին, իրենք շատ շուտ ոգևորվում են, ամեն ինչ անում են, որ երեխաները գան, բայց տեղ ունենք հաջորդ խնդիրը, որ ցանկացած կրթական հաստատության ղեկավար իմ հետ կհամաձայնի, այսօր կրթական հաստատությունը այնքան խնդիր չունի երիտասարդների հետ, որքան որ իրենց ծնողների հետ։ Երբ որ ծնողները մինչև ժամը գիշերվա 2-3-ը թույլ են տալիս, որ on-line խաղեր խաղան եւ այդ երեխաները կանաչ գույնի դեմքով գալիս են ինձ մոտ դասի, ես հեռացնում եմ։ Այսինքն շաբաթական Վիշապ Drone Academy-ում մոտավորապես 5 երիտասարդ հեռացվում են։ Հեռացվում է տարբեր պատճառներով։
շնորհք չունի, ուշադրություն չունի, հիշողություն չունի, կենտրոնացվածություն չունի, նպատակասլացություն չունի։ Պատմում եմ հստակ դեպք հերթական պրեզենտացիայից հետո ծնողներից մեկը ասում է ջան շատ եմ ուզում այդ տղես սովորի։ Ասում եմ չի կարա սովորի, վիրավորվեց, ասում եմ բայց խես էլի տենց ասում։ Ասում եմ նայի, որովհետև ինքը ունի ցանկություններ, չունի նպատակներ։ Վայ ասում է, դա որն է։ Ֆռում եմ երիտասարդի մոտ։ Ասում եմ երիտասարդ, սիրուն կին, Յաշիկ, թազա 26 թիվ եւ սեփական կղզի, ուզում ես, հո ասում ուզում եմ։ Ասում եմ իսկ եթե ես քեզ ասեմ, որ դրա դիմաց պետք է 5 ժամ ակադեմիայում գործ անես, կանես, ասում չէ, չեմ ուզում։ Ֆռում եմ հոր մոտ, ասում եմ, տես ինքը ունի ցանկություններ, չունի նպատակներ։ Սա ֆունդամենտալ խնդիր է։ Ինչու՞։ Եթե մարդը ունի նպատակ, ինքը կարա գիշերը չքնի հանուն նպատակի, կարող է սոված մնալ, կարող է շատ աշխատել, ամեն ինչ կարող է անել հանուն նպատակի հասնելու, բայց երբ որ երիտասարդը չունի նպատակ, ունի միայն ցանկությունը, շատ շուտ հանձնվում է։ Ես չէ որ պետք է ասեմ, ժամանակակից երիտասարդների ստրեսակայունությունը ձգտում է 0-ի։ Ես ունեմ հրահանգիչ աղջիկ, որը 1 տարի առաջ հենց մի հատ խիստ տոնով բան էի ասում, լացում էր, այսօր ինքը արդեն ներքին գործերի նախարարության սպաների է վերապատրաստում։ Անցել ենք այս պերիոդը, բայց ինքը շատ դժվար է։ Այսինքն, եթե երիտասարդը դու երրորդ մասցի տղա ես, գիտես ինչի մասին է խոսքը, եթե գարաժի վրից չես թռել, եթե քո բակի տղայի համար կողքի բակ կռիվ չես գնացել, եթե աղջկա, սիրած աղջկա համար բազարի մեջ չես ընկել, դու ըստ էության ստրեսակայունություն չունես, քո կյանքի պատկերացումները վիրտուալ են, տունը քեզ սպասում է ինտերնետ համով ճաշիկ միշտ եւ ծնողներ, որոնք քեզ գովում են ամենուր եւ ամենտեղ, ինչու, որովհետեւ այդ խեղճ ծնողները 90-ականներին են մեծացել, մոմի լույսի տակ են դասարել եւ սխալ կերպով իմիջիալոց չկա ծնող, որ այս վերսիայի հետ համաձայն չի, սա հետ քննարկել են։ Եվ քանի որ իրանք այդ չունե որ կյանքով են ապրել, իրանք մտածել են անենք ամեն ինչ, որ երեխեքը ոչ մի բանից զրկված չլինեն, տուն, տեղ, ռեմոնտ, մեքենա, ինտերնետ, հեռախոս, ամեն ինչով ապահովենք։ Բայց ստեղ կարծես մեր սերունդը մեծագույն սխալ է կատարել, այդ սխալը կոչվում է գիպերապեկա, այսինքն չափից դուրս մուսիկուսի մեծացնել հոգատարություն, որը բերում է իր վատ պտուղները։ Ինչ անել։ Զրկում ես մարդուն նպատակ ունենալու, ձգտելու հնարավորությունից, մոտիվացիայից։ Ամեն ինչ էլ ինչի։ Նպատակի համար մտքի թռիչ կա պետք։ Նախ սկզբից պետք է երազել, սովորացնել։ Այսինքն հեռախոսները եւ խաղերը իրենք սահմանափակում են երիտասարդներին, ես ասեմ ավելին, ես վստահ եմ դու Սուպեր Մարիո խաղացել ես խաղ։ Չէ։ Լավ, ինչ է։ Ես ջութակ աբջութակ կադրաբաց էի պալատում։ Ես եմ ասած ինժեներ բալայի նման խելոք տունը պալատում էի ճակերտավոր։ Չէ, մեր ժամանակվա խաղերը 90-ականների ունեիր 3 կյանք։ Ու երբ որ հասնում էիր նախավերջի աշխարհ այդ կյանքերը բրցնում էր, նորից գնում էիր 0-ից սկսում էիր։ Հիմիկվա խաղերը, որտեղ մահացար, այնտեղ կարաս էլի կյանքեր ստանաս, առաջ գնաս։ Այսինքն ջանք թափելու տեսանկյունից աշխարհը փոխվել է, մարքետոլոգները եւ շոփինգը կլանել է ամեն ինչ եւ ամենուր, իսկ այն որ մարդու ուղեղը ծույլ է, դա գիտենք բոլորս եւ եթե կա հեշտ լուծումը, ուղեղը առանձնապես ջանք չի ուզում թափել։ Այստեղ պատիվ մեր ծնողների իրենք անընդհատ մեզ ստեղծում էին խոչընդոտներ, հա, այսինքն երբ որ ինչ-որ մի բանը չէր ստացվում, երաժշտության հարցում, գրքիր կարդալու հարցում, ասում էին ուզում ես դվորնիկ աշխատես, հա, ինչ-որ խելագար վերսիաներ էին հորինում, հիմա որ հիշում ես ծիծաղալու է, հա, որ եթե չսովորես փողոց ես ավլելու կամ առաքիչ ես լնելու եւ այլն, բայց այն ժամանակ դրանք ազդում էին եւ մենք այդ ահից այդ երիտասարդի չկողմնորոշվելու, բայց եւ այնպես ահից անում էինք ինչ-որ գործողություններ, որոնք կերտում էին մեր բնավորությունը։ Եվ այն ինչ-որ դարել ենք ես ու դու, ըստ էության այդ սովետի այդ բոբո պատմություններն էր, հա, որ այ եթե չսովորես կդառնաս դվորնիկ, փողոց կմաքրես, այդպես հասակակիցներդ առաջ գնացին, դու հետ մնացիր, մեր ընտանիքում բոլորը բարձրագույնն են, դու ապուշ չես, տենց դեբիլ մնաս։ Ծայրահեղացված տարբերակներ էին, բայց հիմա տարիների ընթացքում որ նայում ես, իրենք իրենց խնդիրը լուծել են։ Այսօր
երիտասարդին ասում ես սիրուն կին, սեփական կղզի, լավ մեքենա, միանգամից ոգևորվում է այո, բայց երբ որ դրա դիմաց պետք է պատասխանատվության բեռ վերցնել, միանգամից հրաժարվում է, պապանպանում է, ինչի սա պետք։ Կարճ նախաբանը վերջացրինք։ Հիմա արի միասին անցնենք նրան, ինչու է պետք զբաղվել ինժեներիայով, դոձիկությամբ, ինչի է պետք զբաղվել։ Հիմա եթե այս գործը ինչ որ դու ես անում, դու գրես մի հատ ցուցակով տաս, ասես ԿԳՍՄ նախարար, հաջորդ է էլի, այն որ մարդ կլինի։ Ասում ես դու եթե ապահովես SSSS կետերը, մենք 5 տարի հետո, 3 տարի հետո, 10 տարի հետո կունենանք այսքան այս մասնագետներից, այս մասնագետներից, այս մասնագետից եւ պետությունը կստանա սա։ Մտածել ես եթե դրա մասին։ Արի պատմությունով Ես է քո մտքերը չնեմ էլի զարգացնում։ Հրաչ Սարգսյան ունենք քաղաքապետ, բոյով, հիշում ես, տենց Կոտրունը չգիտեն, տեղակ չեն որ ինքը քաղաքապետ։ Այդ ժամանակ մենք հաղթեցինք հեքեթոնում Վրաստանում 50 թիմ կար եւ 5000 եվրոյով ստեղծեցինք հաշմանդամների համար GPS application, որ ցանկացած հաշմանդամ տաքսուս չօգտվի, որը թանկ է, այլ այդ application-ով նայի պանդուս ունեցող, թեքահարթակ ունեցող, որ ավտոբուսն է մոտենում իր կանգառին, հաշվարկի եւ գա նստի, ու երբ որ գնացինք իր հետ հանդիպելու, ինքը պրոստը շքեղագույն արտահայտություն արեց, ինքը լսեց, երբ որ ես իրան ասեցի, որ մենք սենց շահել ենք 5000 եվրո, ստեղծել ենք այդ application-ը, ուզում ենք 200,000 հաշմանդամների օգնենք, որ ամեն ինչ քաղաքակիրթ լինի, ինքը շատ ու շատ իր լսեց ու մի հատ նախադասություն ասեց, իսկ ով է ձեզ ասել, որ այն ինչ որ դուք ուզում եք անեք, ես քաղաքին պետք է։ Դուք ընդհանրապես ավտոբուս նստել եք, ժամը 5-ին այնպես պիկ ալնում, որ այդ հաշմանդամը թեքահարթակով մտնի 5 հոգու տեղ զբաղացնի, ես դրա տակից դուրս եկողը չեմ։ Դե համարը դուք չգիտեին էլի, որ ինքը քաղաքապետ է։ Հա։ Նա ինչ եմ ուզում ասել, երբ որ Վարդան ջան դու քննադատում ես պետական մարմիններին, արի մի քիչ հետ գնանք։ Ինչքանով են այդ մարդիկ իրենց մտածողությամբ եւ աշխարհընկալումներով ընդհանրապես պատրաստ փոփոխությունների։ Եվ եթե պատրաստ չեն, ինչ իմաստ ունի ընդհանրապես այս զրույցով ինչ որ բան սկսել կամ ինչ որ բան բացատրել։ Ասեմ Ալման ջան, որովհետեւ դու վաղ այդ ծրագրով պետքա գաս, եթե չգաս, ես մարդ կուղարկեմ, կասեմ Ալման Սուլեյմանյանին բերման ենթարկեք, եւ ոչ թե Ալման Սուլեյմանյանին, SSS ոլորտներում արդեն ինչ որ մի բան արած մարդկանց, եւ ասենք, եղբայր, եթե դու ունես այս հաջողված փորձը, պետությունը կարևորում է այս հաջողված փորձը եւ բեր դնենք մեծ մասշտաբների վրա, որ դա ոչ թե 50 հոգու համար դառնա մտքի թռիչք, հա? Այդ դա դառնա 5000 հոգի, որ վաղը մենք բանակում 5000 դրոնի օպերատոր ունենանք կամ 50000, հա, որ դրա համար սերներ կապ չունի, տարիքներ կապ չունի, հաշմանդամության առողջական վիճակներ կապ չունի, հա, հասկանում ես, չի ինչքան է պոտենցիալը մեծանում։ Այսօր եթե ասենք Մարտին Լյութեր Կինգի պես կասեմ, I have a dream։ Ես ունեմ երազանք 500 դրոն օդաչու ունենալ։ Ցանկացած պետություն, եթե իմանա Հայաստանում պրոֆեսիոնալ 500 դրոն օդաչու կա, մենք սաղ սահմանը կփակենք ու երթվում եմ ձեզ 20 անգամ կմտածեն մեր վրա հարցակվեն թե չէ։ 5000 դա մեծ խնդրեմ չի լինի, քանի դպրոց ունենք։ 2000 դպրոց ունենք, ամեն մի դպրոցում, եթե դու այդ դասարան ունենաս, երկու հատ գենիալնի տղա, որ սենց ներսից ինքը վառվում է դրանից, չենք գտնի ամբողջ Հայաստանում, մեկ կգտնենք։ Եթե դա դառնա կրթական համակարգի մի բան, երեխեքի համար դասի ժամանակ դրոնի հետ խաղալուց, դրոն թռցնելուց ինչ ավելի հետաքրքիր բան կարա լինի։ Թողներեն իսկ բոլոր առարկաները։ Իդեալական բան ես ասում, ընդհանրապես Արիստոտելը շատ լավ կլինի, եթե պետությունը ղեկավարեն փիլիսոփաները, որովհետև իրանք շատ խելացի են, բայց դրան են գնում, Արման ջան, այդպես հորետեսական մի նայի, ամբողջ կյանքներս սրանց դեռ չենք տարապելու, մի օր պետքա բանականությունը գա իշխելու այս պետությանը, էլի, ոչ թե անասնական բնազները, պետք է այդ օրը բերենք մենք, էլի, սենց զորով իդեալական պատկերացումով դա կլներ լավ, բայց ես հասկացա, որ մեծ փոփոխությունները պետք է անել աստիճանաբար
Եվ այսօր մենք վերապատրաստում ենք ոստիկանության բարձրաստիճան սպաների արդեն, բանակի հետ ենք շատ լավ կապերի մեջ, արդեն երրորդ պատոկն է, այսպես ասած, ԱԹՍ պիլոտների, օդաչուների զորակոչվում, քիչ-քիչ նորմալ է, իրականում առողջ մարդիկ կան, ցավոք իրենք առաջի էշելոնում չեն, բայց դա չի նշանակում, որ պետությունից պետք է նեղանանք։ Ես որդեգրել եմ պետությունից չնեղանալ, ինչպես որ ծնողներից չի կարելի նեղանալ մարտավարությունը եւ վերապատրաստում եմ տարբեր գերատեսչությունների մասնագետներին։ Իհարկե իմ թիրախը երեխաներն են եւ երիտասարդներն են, որովհետեւ իրենք խոսք ունեն ասելու մեր նոր պետականության հարցում։ Հիմա ես հետ էի ասում, եթե մի օր ունենք պետություն, որ սա դրված է պետական լեվելի վրա, հա, ինքն է հովանավորում քո իդեաները, ինքն է քեզ հնարավորություն տալի ներդնել։ Մանկապարտեզից պիտի սկսենք, առաջի դասարից սկսենք, մոտավորապես ինչ է դրան պետք, հա, ու վերջում ինչ ստանանք։ Շատ քիչ բան։ Իմ սոցիոլոգիան ցույց է տալիս, որ պայմանական 5-ից 1-ն է դառնում, այսինքն IQ տեստով շատ հեշտ կարելի է մաղել X դպրոցի երեխաներին ստանալ խմբաքանակ ռեալ, որ ինժեներական մտածողություն ունի, դու որպես երաժիշտ շատ լավ հասկանում ես, մարդ եթե սլուխ չունի, ամեն ինչ շատ ավելի բարդանում է։ Հիմա նույնը ստեղ է, եթե ինժեներական մտածելակերպ չունի, վերջում դառնում է դիվիժոր, ավելի շատ հա, բարդանում։ հա, հումանիտարին շատ տանջել պետք չի, հա։ Դրանից հետո, սենց ասեմ, ես լամինատի падլոշկից, այսինքն լամինատի տակի այդ կտորից, որը փափուկ է, ինքը արժե մոտավորապես 4000 դրամ, սարքում եմ ինքնաթիռներ եւ մոտավորապես մի 15000 դրամ է ծախսում ենք էլեկտրոնիկայի վրա, որ երիտասարդը կարողանա թռնի, այսինքն աերոդինամիկան թռիչքը հասկանա։ Դրոնները մի քիչ թանկ են, դրա ձևն էլ կա, այսինքն գումար մեծ հաշվով մեկ դպրոցում ներդնելու համար ռեալ մի քանի հազար դոլարով կարելի է, այսինքն մի հատ դասարան լի մի քանի հազար դոլար ու կարելի է մեկնարկել, պրոստը կարելի է մեկնարկել, բացի խնդիր չկա։ Ես գիտես ինչ մտածեցի, ասենք եթե ես ունենայի մասնավոր դպրոց Հայաստանում, ես կասեի Արման ջան, մասնավոր դպրոց ենք, մարդկանց իմ երեխեքի ինժեներական մտածելակերպը, մտքի թռիչքը, հետաքրքրությունը, ի վերջո ոնց որ ֆակուլտատիվ եւս մեկ դասաժամ, հա։ Ինչի ես իմ մոտ այդ դասերը չունենամ, որ ինչի ես այդ ասենք շաբաթը 1-2 անգամ դու կամ ինչ որ եթե ուրիշ այլ մասնագետներ գա, կան չգան իմ դպրոցում ստեղծեն այդ խմբակը։ Որովհետեւ դրոնաշինությունը կզարգացնենք, չէ՞։ Եղել է առաջարկ։ Արի օրինակներով խոսենք, ես միշտ սիրում եմ, որ մարդիկ իրենց ֆեյլերից են խոսում, տենց ավելի իրական է եւ ունկնդիրը հեռուստադիտողն էլ ավելի իրատեսական բան կլսի։ Թույլ տուր համասարանի անունը չտամ, բայց X համասարանի ռեկտորը հրավիրել է իր մոտ, ստորագրել է պայմանագիր, ասել է տղա ջան, ասենք 8-ից 10000 ուսանող ունեմ, մենակ արա, քեզնից ոչ մի բան չեմ ուզում, մենակ արա, թույն գժական փախած բան ես անում։ 5 հանդիպում եմ անցկացրել ուսանողների հետ, կարճ եմ պատմում։ Ֆիդբեքը հետևյալն է. հոպար, տնեցիք ասել են դիպլոմ բեր, հով լրված են կաֆեում, ինչ ես եկել քո դրոններով, ինժեներիայով գլուխներս հարթուկես։ Թող ապրենք էլի, վարձը տալիս են, ես իմ կոֆեով բանով հահահիս անում եմ, չեմ ուզում լարվել, դու էլ քո դրոններն են։ Այսինքն ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան առաջի հայացքից ձեզ կարող է թվալ։ Ձեզ դու ոնց ես մտածում, ասում ես դե թույն ոլորտ է, գժական պերսպեկտիվա է, վաղվա օրն է, սաղս գլխի գցվենք, գազ տանք, որը տրամաբանական է, բայց հասարակությունը չի աճել մինչև դա։ Այսինքն մարդիկ օնլայն պատվիրում են սնունդ, օնլայն պատվիրում են մեքենա եւ շատերը նույնիսկ չեն ձգտում բարորդական իրավունք ունենալ։ Եվ ինչ դրոնի մասին է խոսքը։ Լավ, ընդունենք, եթե ասենք այդ ուսանողական տարիքի հետ հետաքրքիր է, գիտես ո՞րն է, ես անդադ խոսում եմ մանկապարտեզից, դու համալսարանից, նայ, քո թիրախը ոնց որ բանն է, բայց ես հրաժարվել եմ այդ թիրախից։ Ես հասկանում եմ, որ պետքա մանկապարտեզից մեծանա այդ սերունդը։ Հետաքրքրախներ, Բանը վտանգավոր է։
դիսցիպլինարնի, դիսցիպլինայով հետաքրքրասեր, մտքի թռիչք ունեցող, որովհետև երեխեք ավելի բաց են։ Դու գնացել ես արդեն միտեղ ես մտել, որտեղ դա համարյա Չէ, մեր մոտ 8+ են, ավելի դժվար կոնտինգենտ է, ասեմ իմանաք, այսինքն 25-ից ներքև կենտրոնացվածությունը եւ հիշողությունը ձգտում է 0-ի։ Ես ունեմ աշակերտ, թույլ տվեք անունը չասեմ, հիասքանչ պիլոտ է։ Ոնց ասես թռնի, ինչ սալտո ասես տա, 2 շաբաթ առաջ բացահայտել եմ, որ բազմապատկման աղյուսակը չգիտի, 14 տարեկան է։ Կանչել եմ հորը, ասել եմ ինքը սերտիֆիկատ չի ստանում, չի կարա օդաչուն, ինժեներ մարդը չիմանա։ Տափելով, ծեծելով, լացացնելով սովորացրել եմ բազմապատկման աղյուսակը։ Դպրոցները եւ այդ ցածր մանկավարժական ուսումնական հաստատությունները բառից բուն իմաստով բաց են թողել process-ը։ Մի քանի անգամ Երևանում մեծ սկանդալներ ա եղել, ծնողները կամերայով ինչ որ դոստուպ են ստացել, տեսել են, որ դաստիարակները հեռախոսները տալիս են այդ փոքր երեխեքի ձեռը, այնքան որ խաղան մյուս քնողներին չխանգարեն։ Այսինքն մարդիկ իրենց գործը ճիշտ չեն անում։ Իրենց մենք հասկանում ենք, չէ՞, որ այդ տարիքում պսիխիկան դեռ ընդունակ չի սրան եւ խեղում ենք մենք իրենց։ Այսինքն մենք հələ պետք է խնդիր լուծենք, որ երեխան կեսօրին քնի, ոչ թե դաստիարակը հեռախոսը տա մենակ ձենը կտրի։ Ոստեղ նորից եմ ասում, ծնողներն էլ իրենց մեղք ունեն, որտեղ մենք ակադեմիայում ոնց ենք պայմանավորվում։ Ես պայմանագիրը անչափահասի հետ կնքում եմ ծնողի հետ, որովհետև օրենքը ինձ արգելում անչափահասի հետ կնքել, բայց ծնողի հետ չգրված համաձայնության ենք գալի։ Ասում եմ նայ, եթե դու հեռախոս տալու ես ավելի քան մի ժամ օրական եւ վերջ չես դնելու իր խաղերին եւ դու իրան չես ուղարկելու սպորտի, то есть ես որպես դրոն ակադեմիա ստիպում եմ ծնողին, որ երիտասարդին սպորտի ուղարկի, որովհետեւ եթե երիտասարդը սպորտի դիսցիպլինան չգիտի, ինքը դրոնի թռիչքի դիսցիպլինան չի կարա յուրացնի։ Ես մտնում եմ ոլորտներ եւ հարցերի մեջ, որը իմը չեն, բայց չեմ կարա դրանք չլուծեմ, եթե ես երիտասարդից պետքա ստանամ պրոդուկտ, ինձ ծնողի հետ աշխատանք ապրել, իսկ ծնողը պետք է իմ դասարանից լինի, որովհետև եթե ամենաթողությունն է տունը, իրանք մտնում են բնակարան, ամեն մեկը իր դուռը փակում է ննջասենյակի եւ իր ուզած ձևով հեռախոսի մեջ է մտնում, ես արդյունք չեմ ստանում։ Նախ եւ առաջ քնելու խնդիր, այս պրիմիտիվ խնդիր, երեխաների 8 ժամվա քունը 80% ծնողները չեն կարող ապահովել։ Վարդան ջան, հիմա պարզ բան եմ քեզ ասում, Բալգարկեն 3500 պտույտ ունի րոպեում, մարդիկ միջև ոսկոր բացում են։ Ես ակադեմիայում դրոններ ունեմ միջև 20000, 15000 րոպեում ապառոտ ունի։ Դու պատկերացնում ես, ես տես ցնդածին մեկին տամ դրոն, ինքը անվտանգության կանոնները չյուրացրած գնա մեկի գլխին իջնի այդ ապառոտներով։ Այսինքն ոլորտը ինչքան որ գրավիչ է, երկու այդքան է վտանգավոր է, եւ ըստ իս ի սկզբանե ինձ պետքա շատ լուրջ ծարանաֆաս մարդ ստանամ։ Իմ ամենօրյա կռիվը ի՞նչն է։ Ասում եմ եկեք վերապատրաստեմ հրահանգիչ, դարեք դասախոս հրահանգիչ, փող աշխատեք։ Ասում եմ չէ, ընկերար ման գնամ օֆիցիանտ աշխատեմ, գնամ առաքիչ աշխատեմ։ Ու ես տիտանական ժամանակ եմ կորցնում, որպեսզի երիտասարդներին բացատրեմ պերսպեկտիվա բառը։ Ասում եմ նայ, մինչև դու կգնաս, այս պատմությունը լսի։ Իմ ընկերը ամբողջ օրը կարդում է գրքեր, շաբաթը 3 անգամ ուրեմն զբաղվում է սպորտով, բոլորը իր հետ սեքս են ուզում, բայց ինքը բանտում նստած է։ Այսինքն այս պատմությունը նրա մասին է, որ պերսպեկտիվան է կարևոր։ Եթե դու բանտում ես նստած, կարևոր չի քանի անգամ ես սպորտով զբաղվում։ Հիմա եթե դու գնացիր առաքիչ կամ մատուցող, 20 տարի անցնի, ոտերի տանոթների հաշվին նույն գործին ես ելնելու, այսինքն դու չես կարա մատուցողից դառնաս բիզնեսմեն։ Ու այս տիտանական աշխատանքը, որ տանում եմ, որը իմ հիմնական գործը չի, բայց ես հասկանում եմ, որ ես կորցնում եմ երիտասարդին, ես հասկանում եմ, որ ես մի հատ ահռելի անտարբերության բուլդոզերի դեմ եմ դուս եկե պայքարի, դա ուսումնական հաստատություններն են, դպրոց, մանկապարտեզ, համալսարան, որտեղ ամեն ինչ ավտոմատացված է, դու վարձը բեր տուր, թե չէ մենք քեզ դուրս կթողենք բանակ կգնաս, այդ շանտաժի մեթոդաբանությունն է աշխատում ավելի շատ եւ վերջում անհասկանալի ինչ որ դիպլոմ, որը ընդհանրապես քո սքիլների մասին ոչ մի երաշխիք չի տալի եւ
չկա հավանականություն, որ դու այդ դիպլոմով կգնաս X հիմնարկ ու քեզ միանգամից կընդունեն Աշխատանք, հա։ ծնողները մյուս կողմից հայ ընտանիքը ներսից ինչ որ քայքայումների է ենթարկվել, ծնողները իրենց վիրտուալ կյանքում են, իրենց վարկով էլեկտրոքարերի մասին են երազում, երեխան ինչ որ իր անհասկանալի աշխարհն է գծել իր ուղեղում, որ ամեն ինչ հասանելի է, ամեն ինչ հեշտ է ու արագ է, բայց դե ես ու դու հո գիտենք, որ ամեն ինչ դժվար է ու դանդաղ։ Ոստեղ այս հակամարտությունը կարճաժամկետ խնդիրները լուծելու համար կարելի է գտնել հեշտ ու արագ տարբերակներ, բայց երկարաժամկետ հաջողություն ոչ մի բան չունի, շորտքաթ չկա դրա համար։ Երկարաժամկետ լուրջ բաներին հասնելու համար կարճ ճանապարհներ, հեշտ ճանապարհներ չկա։ Ես ունեմ աշակերտ, ունեցել եմ, հիմա զորակոչվել է ԱԹՍ զորքերում ծառայում, առանց անուն ասելու, 18 տարեկան տղա էր, ընկերների հետ Վայլդբերիսից առնում են 600 դրամով 20,000 անոցներ, ջահելներ, ու տանում են խարդախությամբ տարբեր տեղեր 3.5 միլիոնի հանձնում են, քրեական գործ է հարուցվում։ Մի խոսքով, երիտասարդը գալիս է, շատ լավ պատմություն է, երիտասարդը գալիս է, ասում է, պապաս ուզում է ձեզ տենա, ասում եմ, սիրով, ես սիրում եմ հասակակիցներիս հետ շփվեմ, երբ ուզում թող գա, ծնողները հավես են, սենց համ չէ, ընդ հարցեր կա, էլի ընկերարման, ասում եմ, ինչ հարցեր, ու երիտասարդը անկեղծորեն պատմում է, որ սենց քաքակ ելել։ Ես ասում եմ, միայն նրա համար, որ դու տենց անկեղծ ես, շարունակում ենք ամեն ինչ, դու սարի։ Հերը գալիս է կասկածամիտ, ասում է, հա, բոլտուսս ոնց է, բան ասում եմ, վայ, մի հրաշալի երիտասարդ, որտեղ եք դաստիարակել սենց հոյակապ երիտասարդի բան, արդյունքում գիշեր-ցերեկ պարապեց, դառավ շատ մեծ արդյունքի տեր, զորակոչվեց որպես ԱԹՍ, բայց այդտեղ շատ կարևոր բան կար, ես ստացա հոր օրհնանքը, ասեցի ինձ հնարավորություն տալիս ես տշեմ ոնց ուզում եմ, մենակ ստանամ այն ինչ որ ինձ պետք է, ասեցի ինչ ուզում ես արա։ Եվ երիտասարդը այնպես կամքի տեր դառավ, որ ես բոմբերը գցում էի ոտի տակ գմփցնում, ինքը դրոնը չէր գցում օդում։ Այսինքն ասածս այն է, որ նույնիսկ ամենածայրահեղ թվում է, թե անհույս երիտասարդից կարելի է շատ կարգապահ, շատ լավ ապագայով մարդ դաստիարակել։ Խնդիրը ընդեղա ծնողը գիտակցում է դա թե չէ, որովհետև էլի ռեալ պատմություն, զանգում է կին, իմ ու քո տարիքի, բարև ձեզ, տղայիս համար եմ հետաքրքրվում, դե ես էլ ոնց որ ավտոպիլոտ ասում եմ, հա, բան, ինչ տարիքի է երիտասարդը, բան, ասում է 26, ու ես ասում եմ, կներեք, էլի, Հասմիկ ջան, ասում եմ, ինքը ոսկե արգանդից է ծնվել, այս կինը հումորս շատ արագ հասկացավ, իհարկե հասկացավ, որ ծայրահեղացնում եմ, փռթկաց, մամայական սկսեց, դե ասում է, գիտեք, իրականում հա ճիշտ եք ասում, բայց դե մի քիչ զբաղված ա ոնց որ բան ասի, ես զանգեմ, չէ, ասում եմ, չի կարա տենց բան լինի, 26 տարեկան երիտասարդը, ով որ ուզում է դրոն սոր, պետք է ինքը զա, չի կարա իր մաման զանգի, ինքը 8 չի, 7 չի, չէ։ Ինքը տարիքի դուս եկածել է բանցած։ Շատ ջերմ շփվեցինք, ես ոնց որ իմ սկզբունքը, իմ պոզիցիան հայտնեցի ամենագրեհիկ ձևով, ոսկե արգանդի մասին է խոսքը, բախտս բերեց adekvat գիտեր, հասկացա, որ մեսիջ եմ ուղարկում, եւ ինչ, ուր այդ երիտասարդը Ամչոյվեց երևի։ Չվերցրեց ու չզանգեց։ Չզանգեց։ Չզանգեց, սա է խնդիրը, Վարդան ջան, սրան պետք է առերեսվել օր առաջ, բայց հետո երբ որ ավելի խորն եմ մտածում, գիտես ինչ, մարդիկ ատում են իրանց գործը։ Այսինքն այդ նույն մանկավարժը, այդ նույն ջութակահարը, նույն ոստիկանը, մարդիկ պրոստը զզվում են իրանց գործից։ Սա մի հատ խնդիր է, որը ցանկացած կառավարություն պետք է լուծի եւ Ասիայում դու շատ ես եղել, գիտեմ, հոյակապ լուծել են, հա, նույնիսկ Ճապոնիայում, եթե աշխատատեղդ փոխում ես, ամոթ հանքել են տալի, ասում են, ինչ անհաշտ մարդ ես, որ յոլա չգնացիր, հա։ Ճիշտ, այնտեղ էլ իրանց ծայրահեղացված բաները կան, անշուշտ, բայց եւ այնպես, հա, չի եղել մի դեպք, որ ես ամենախիստ ձևով մոտենամ աշակերտի։ Այսօր արդեն ինձ մոտ անկեղծ եմ քեզ ասում, երիտասարդներին դրոնի համար չեն բերում, խստության համար են բերում, կարգապահության համար են բերում, սկզբունքների համար են բերում։ Իմ որդին մի շաբաթից զորակոչվում է բանակ, ես իրան հեռացրել եմ այս դպրոցից։ Երիտասարդը լուրջ չվերաբերվեց, ճիշտ չեկավ դասերի, ես էլ հեռացրեցի, որովհետև ասում եմ երեխան քաղցր բան է, բայց դաստիարակությունը ավելի քաղցր բան է։
չի կարելի դավաճանել սկզբունքներին, ինչքան էլ քո կտորնա, քո արուննա, եթե ռեպուտացիային պետքա խփի ակադեմիայի, իսկ ստեղ հարյուրավոր մարդիկ են գալի գնում, ուրեմն թող գնա տրանշեի փորի բանակում, ինչ ասեմ։ Այսինքն այդ սկզբունքներին կարոտել են իրականում մարդիկ եւ երբ որ տեսնում են, որ դու խիստ ես, բայց տեղին քեզ սատարում են։ Իհարկե ելի եմ ասում, խոսքը հասկացող ծնողների մասին է, ովքեր ընկալում են, որ մի քիչ բաց են թողել երիտասարդին եւ արդեն դժվար է ալնելու նրան հետ բերել։ Բայց այնքան պարկեշտ են, որ քո մեջ տեսնում են այն անznավորությունը, որ կշշպռի այդ ջահելին ու դարձի կբերի։ Դե դպրոցի տնօրենն ավելի հեշտ է, ակադեմիայի տնօրենն ավելի հեշտ է, քան հորը սեփական տղու դաստիարակ։ Հիմա ես sense տասնյակ երիտասարդների դաստիարակության հարցում ներգրաված եմ, իմ սեփական երեխու, ասենք, դաստիարակությունը կարելի ասել բաց եմ թողել, չկարողացա որոշի բան անեմ, որ ատսը պիլոտ գնա բանակ, հա, միտքը։ Բայց պետքա սրա հետ հաշտ լինել, նախ պետքա անկեղծ լինել, խոստովանել բաստողումները ու շարժվել առաջ։ Ի վերջո կարող է դա Իրանը չէ։ Դե մի հա, արի տենց արդարացնել։ Հա, լավ։ Նա ես քո ասացի վրա եմ ուզում բռնեմ, որովհետև այն ես որ աշխատում եմ այդ կրթական համակարգի այս մասը ներդրելու, ես եկան եզրակացության, որ մենք պետք է ունենանք մասնագետների, հոգեբանների խումբ բոլոր դպրոցներում, որոնք պարբերաբար երեխաների հետ պետք է մասնագիտակցման, կողմնորոշման, մարդու առանձնահատկությունների, նախընտրությունների բան ունենան, պատկերացում ունենան, այս երեխեն ինչ նախընտրություններ եւ ասած քեզ եթե սլուխ չունի պարտադի չի դիլիժոր դառնա, էլի։ Հա։ Իմ խնդիրների 80%-ը հոգեբանական է, այսինքն երբ որ գնում ենք դաշտ իրական դրոնը տալիս եմ, ձեռները sense դողում է։ Ու սկսում եմ ղժղժալ, արա ասում եմ վաղն էլ մի հատ սիրուն աղջիկ ես տենալու էլ ու ձեռու ոտը դողցնելու ես, արա երբ եք դուք հոգեբանորեն պատրաստվելու ձեզ տեսածի պես պայեք։ Այդ ստրեսակայունությունը իմ ավելի ճիշտ չկայունությունը իմ թիվ 1 թշնամին է։ Երեխաները շատ թույլ են հոգեբանորեն։ Նրանք պատրաստ չեն ստրեսի ենթարկվել։ Նրանք պատրաստ չեն դժվարությունների։ Ես չեմ ասում արհեստականորեն ինչ որ մի իբետ վերցնենք գլխներին խփենք անընդհատ ցավեցնենք, բայց ինչ որ ճիշտ դոզայով այս ամեն ինչը պետք է անել։ Մեր ժամանակ նորից եմ ասում, թաղի պատիվներ, այդ բազար-մազարները եւ այլն, 12 ժամ ֆուտբոլ խաղալը թասիբի հարցեր ոնց կլինի նրանք մեզ կրեն, այսինքն ներքին ինչ որ կորիզներ կար, որոնք տենց ժամանակի ընթացքում, որ ծունգը ծխած մեկավ ռատարեիր կայնում, որ դուք չկրվեիք։ Այսինքն հիմա երբ որ այդ թասիբ, պատասխանատվություն, ռեպուտացիա, հեռանկարային հարաբերություններ, երբ որ այդ ամեն ինչը ոչնչացված է, իսկ դա ոչնչացված է կամ ոչնչացվում է, հա, շատ դժվար է ինպես ակադեմիայի տնօրենին ժողովրդի լեզվով ասած ջահել երեխը տեղը հավաքել, հա, պրիմիտիվ հարցերի շուրջ, երբ որ չես կարող պայմանավորվել, ասենք էլեմենտար բան, հա, գալիս է ծնողը, ասում է, երեխես էլ չի ուզում գա, ասում եմ, լսի, ոնց կարա մարդը չուզի ճախրել, կարաս ինձ բացատրի, ես տես մարդ իմ կյանքում չեմ տեսել, ստեղ խնդիրը ուրիշ տեղ, բա որտեղ է, ասում եմ, կանչենք, հեսա տեսնենք, երիտասարդին կանչում եմ, ասում եմ, բալես, վերջի քննությունը ինչ է ստացել, ասում է 12, ասում եմ, դու գիտես չէ, որ 20 բալից 15-ը 2 է մեր մոտ, ասում է, հա, ասում եմ, դու 20-ի գրել ես, մենք քեզ 12 ենք դրել, չէ, ասում է, ես ցածր եմ գրել, ու լացում է, ֆռում եմ հորը, ասում եմ, տես ինքը առաջի դժվարությանը հանդիպեց, որ պետք է վերաքննություն կա, նախընտրում է քեզ ասի դուրս չի գալի, քանց գա ինձ ասի, որ դե հիմա մարդ եմ եղել է, մի հատ է հնարավորություն տվեք վերահանձնեմ, լավ կպարապեմ կվերահանձնեմ։ Սա է ամենօրյա խնդիրս։ Ստեղ ենք մենք բաց թողել որպես ազգ։ Մենք այս հարցերը բաց ենք թողել։ Ես հիմա նորից չեմ ուզում անուններ տամ, բայց ես գերիների որոշ մարդկանց ուրեմն ցուցմունքները կարդացել եմ։ Դա սարսափելի է, մարդիկ առանց զենքի փորձել են փրկվել։ Ասենք ինքը գրում է, որ այո, մենք հրամանատարին կորցրինք, բոլորը կրակում էին, մենք որոշեցինք փրկվենք։ Okay, տղիք ջան, որոշեցիք փրկվեք, զենքը ուր է։
Ինչի ցուցմունքի մեջ ոչ միտեղ գրված չի զենքը ուրա։ Ինչի եք դուք գերի ընկեր, որտեղ դուք զենք չունեիք։ Այսինքն մենք տոտալ անպատրաստ երիտասարդներին ուղարկում ենք բանակ։ Տոտալ անպատրաստ երիտասարդներին ասում ենք դու սովորի մնա, այսինքն այն աշխարհը, որը հիմա է, ինքը ուրիշ է։ Այսօր 20 տարեկան հրահանգիչ աղջիկը սպաներին դաս է տալի 40 տարեկան ու իրանք հերթով կանգնում են 20 տարեկան աղջկան, ասում են ես կապիտան ես ինչն են, ուզում եմ դուք ինձ ես ինչ բանը սովորացնեք։ Այն աշխարհը, որտեղ ես ու դու ենք ապրել, որ դպրոցը ավարտի, ինստիտուտ գնա, ինստիտուտից հետո աշխատանքով կապահովեն, հետո կարիերա, ինքը չկա։ Դու կարաս ընդհանրապես բարձրագույն կրթություն չունենաս, քթածակ ունենաս, ճիշտ տուտորիալներ նայես, թռիչքը սիրես, ինժեներիա, սաղ ինտերնետում կա, սովորես, մասնագիտանաս, դառնաս մասնագետ։ Իսկ դրա համար պետք չէ 4 տարի սովորել ինչ-որ տեղ, հա։ Ու այս նոր աշխարհում ոչ բոլորն են հարմարվում։ Մեծերը չեն հարմարվում, որտեղ ամոթ, հա։ Փոքրերն էլ ասում են դե լավ, այս հնարավորությունը չլինի, այն կլինի։ Համացանցը, իմիջիայլոց Netflix-ով բոլորիդ խորհուրդ եմ տալիս Social Dilemma, դոկումենտալ ֆիլմ է նրա մասին, ոնց են հիմարացնում ամբողջ աշխարհի երիտասարդությանը, ոնց են ստեղծում, այսինքն ֆիլմի արմատը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր Instagram-ում, WhatsApp-ում, Facebook-ում եղել են ռազրաբոչիկ, իրանք հասկացել են ինչ հրեշ են ստեղծել, դուրս են եկել այդ կամպանիաներից ու հիմա հակա սոցիալական ցանցերի շարժում են սկսել։ Ու մարդիկ պատմում են, որ մենք երբ որ ստեղծում ենք, չէինք պատկերացնում, որ տենց հրեշ ենք ստեղծում։ Հետո է եկել այդ գիտակցությունը, բայց քանի որ քաղաքացիներն դուրս են եկել, հիմա հակա շարժում կա։ Եվ այս առումով միջև դրոնը դպրոց տանելը, քանի որ ծնողներն է շատ թույլ են, դաստիարակությունը շատ թույլ է, չկա այն խստությունը, չկա այն ջիղը երեխաների հարցով լրջապես զբաղվել, հա։ Մենք պետքա այդ հեռախոսային կեղծ իրականության դոզան, ես չեմ ասում ինչ որ բռնի ձևով դա իջացնենք, գուցե ինչ որ ալտերնատիվներով փոխենք, բայց պետքա դա քչացնենք։ Ինչու՞։ Երիտասարդա գալիս է 4 նախադասություն այս տեմպով ասում եմ կրկնի, ասում եմ չեմ հիշում ընկեր Արման, ասում եմ բալես դու հասկացել ես, որ TikTok-ը ուղեղդ լվացել է, պրոստը լվացել է, դու կովից ոչ մի բանով չես տարբերվում։ Մեծ են Լոռեցի Հրանտ Մաթևոսյանը ասում էր մարդուն անասունից տարբերում է հիշողությունը։ Կովի հորթին դեմը մորթում ես 5 րոպե հետո էլի խոտ ա ուտում, չի հիշում ինքը, որ դու իր զավակին մորթել ես։ Ախր հիշողությունը շատ պրինցիպիալ բան է, որ մարդը պետք է ունենա, որ մարդ իրանց կա։ Եվ այս կենտրոնացվածության մասին вообще չեմ ուզում դաժե խոսամ concentration-ի, հա։ Լրիվ ակվարիումի ձուկիկ, հոп, sense մի երկու հատ sense ես անում, всё, էլ չկա ոչ մի բանի վրա։ Այսինքն այսօր գիտնականները հաշվել են, որ 14 վայրկյանից ավել երիտասարդները ոչ մի բանի վրա չեն կարող կենտրոնանալ։ Ըստ քեզ դրանք գիրք կարդացող են։ Չէ, հակառակ չեն կարդացել դրա համար էլ է վիճակի մեջ։ Ահա 15 րոպե տուտորիալ YouTube-ով նայող են։ Ես այն օրը parzել եմ, որ իրանք բոլոր հեռուստաֆիլմերը 2x-ով են նայում։ Այսինքն այն ռեժիսորական պաուզան, որ սենց մի քիչ օդը ծանրանում է, երաժշտությունը դադարում է, կամերան սենց մի քիչ առաջ է գալի, որտեղ ռեժիսորը դե միտք է դրել, չէ, որ բան է ուզում քեզ փոխանցի լույսով, ստվերով եւ այլն 2x-ով են նայում։ Իսկն 2x նայելով ոնց կարաս դու ռեժիսուրան սցենարը հասկանաս։ Սա իմ ամենօրն է։ Ես այս ամեն ինչը նկատում եմ։ Իմ առաջի խնդիրը իմ երիտասարդ հրահանգիչների հետ եղել է բլոկնոտը։ Ես ասել եմ ով բլոկնոտ չունի, գործից հանում եմ։ Սրանք էլ ասին դե գիժ բիձա է, սրա հերիմ էլ անեցած արի այդ բլոկնոտ, բայց դու հասկանում ես ես թե եմ դա անում, որովհետև թասքերը գրատախտակին գրելուց հետո սենյակից դուրս են գալի, երկու քայլանում են չեն հիշում։ Դրա համար այդ բլոկնոտը, գրատախտակին թասքերը գրելը, դեդլայնները, դաս ստուգելու համակարգերը, այդ սաղ մտցրել եմ, որ հետ բերեմ իրանց, հասկանում ես, որովհետև համացանց ստեղծողները, կեղծ իրականություն ստեղծողները ինձնից շատ ավելի հզոր են։ Արի մի քիչ ինժեներիայից խոսանք, լավ բաներից։ Խոսում ենք ինժեներիայից։
Լավ։ Դուբայը օֆիցիալ հայտարարել է 2027 թվականի գարնանից դրոն տաքսիներ են աշխատելու, ընդամենը $90 4 հոգի նստելու է եւ գծված AI-ով հետագծով ապահով аэропորտից հասնելու է կենտրոն։ Դա տաքսիցեժան է։ Չինաստանում դրոն տաքսիները լիցենզավորվել էին դեռևս 24 թվականին։ Առաքումներ, նկարահանումներ, ազգային անվտանգություն, ոստիկանություն, բանակ, ճարտարապետություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, առնվազն 9 ոլորտ կա, որ օր առաջ ինձնից օդաչու է ուզում, ես չեմ հասցնում պատրաստել։ Էլ չեմ ասում շենքերի, պատուհանների լվալ, արևային պանելների լվացումներ, այնքան ճյուղավորումները շատ է, անթիվ անհամար։ Չինաստանում 8 րոպեում պիցցան տեղ է հասնում, այսինքն դու ապարատից պատվիրում ես, դրոնը գալի նստում է այդ ապարատի գլխին, տակ պիցցան տալիս է։ Այն, որ արդեն տոնայնությունը եւ ճաշակը թելադրված է, դա իմ համար փաստ է։ Միակ հարցը, որ մենք հիմա ունենք քննարկելու, մենք հասցնելու ենք գնացքի վերջի վագոն թռնենք, մտնենք, թե էդ էլ չենք հասցնելու։ Մարդկությանը սպասում է գլոբալ 2 շատ մեծ հեղափոխություն, մեկը դա բիոլոգիական հեղափոխությունն է, որ օրգանները ուղղակի ՏՆԹ-ից սինթեզելու են, սկսելու են տպել 3D պրինտերով եւ մարդուն մեքենայով փոխել։ Ну, ես սերիական եւ էժան տարբերակներ այդ անում եմ, բայց թանկա եւ հասանելի։ Amazon-ով պատվիր ես, ասենք, զախ ոչկե դրա, հա։ Եվ երկրորդը դա տեխնոլոգիականն է։ Տեխնոլոգիականը դրոնների տեսքով Ուկրաինայի պատերազմը ցես վկա, միջայլոց չինացի հիմարներ չեն, իրանք Պալևոյ կամանձիրներին տանում են Չինաստան, որովհետև մի հարցա ուղակի այդ ժեշտը արտադրելն է, մյուս հարցն է, երբ որ պատերազմում ռեալ մարտավարությունից ելնելով մարդը ինֆորմացիա է տալի, որ դրոնը ոնց է աշխատում։ Իդեպ ստեղ խոնարհվում են ուկրաինացիների արչև, նրանք հիասքանչ խելացի բան են արել, իրանք կայք են ստեղծել, որտեղ դիրքերում գտնվող կամանձիրը որոշում է ինչ տեսակի դրոնա ինքը ուզում, այսինքն ոչ թե պնեն ինչ որ հատկատով առնում է, հետո տալիս ասում է օգտագործեք, այլ հենց մարտնչող կամանձիրը տեսքով, արագությունով, քաշով դրոնի պարամետր ատալի եւ արդեն համապատասխան գործարանը նրան մատակարարում է, հա, ստիպված են Ռուսաստանի դեմ պայքարելը դժվար է, պետք է ավելի խելացի ձևի անես, այսինքն իրանք այդ Ռուսաստանի հատկատները եւ կոռուպցիան տենց են շրջանցել, որ կարողանան դիմադրեն եւ շփման գիծը չի առաջ շարժվում, որովհետեւ 24/7 դրոնները վերահսկում են։ Այլևս Չինգիզ խանի ժամանակները չի, որ ձիերով թափով գաս, անակնկալի բերես, սաղին մորթես։ 24/7 դրոնները օդում են, հենց մի փոքր շարժ առնում, մի անգամից սաղ զորքերը տեղյակ են, ինչին պետք է հարվածեն եւ ոնց, հա։ Եվ այս իմաստով Հայաստանը իսկապես լուրջ խնդիր ունի հենց մտածողության առումով, երեխաները 8-ից 13 տարեկանները մեր մոտ հավաքում են ինքնաթիռներ Su-27, մատորիկան սարսափելի մակարդակի վրա, տենց ծուրտիկ ձեռներ, ես չեմ հիշում վերջ անգամ երբ եմ տեսել, բայց այդտեղից հասկ, այսինքն իր մտածողության խնդիրները արդեն սկսում են նրանից, որ ինքը երկու փոքր դետալ չի կարող իրար կպցնել, ծուռ է կպցնում։ Շատ են իհարկե մենք էլ ենք երևի այդ տարիքում շատ խոսել, բայց այդ գլուխ գովալը հասել է արդեն այն մակարդակի, որ արդեն իրանց զգաստացնելու համար ասում եմ Վիշապ-Դրոն ակադեմիայի կողքը բացելու եմ գլուխ գովալու ակադեմիա, ձեզ սաղիդ տեղափոխելու եմ այնտեղ, որ մի կերպ զսպեմ, հա, որովհետև երեմ ասում, այս ինտերնետային իրականությունը երեխեքին սխալ պատկերացում է տալի, որ կարևորը մեծ փրթես, թե հետո ինչ կլինի, ոնց կլինի, կլինի։ Հա, անելը այդքան կարևոր չի։ Այսինքն այդ action man սարքելը մեր մոտ ահավոր կաղում է եւ բոլոր փուլերում է կաղում, հետո անարդարությունն էլ մենք մի անգամ խոսել ենք իրար հետ եւ ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները լքել են հայրենիքը ոչ թե փողի համար կամ ուտելու համար, շատերը անարդարության համար են լքել, օտարամայի ճամփեքում ինչքան է դժվար է, քո պետությունը չի, այդքան վրա դարդ չի իլնում, էլի, բայց երբ որ քո պետությունում ես, քո ազգում ես ու այդ ֆատալ էրորները տեսնում ես, շատ ավելի մեծ ստրես ես ստանում, ես վստահ եմ, դու գալիս ես Հայաստան, շատ ավելի ստրեսային ես դառնում, քան այդտեղ Նյու Յորքում, էլի։
մի հատ բան պատմեմ ես առումով, ուրեմն մի հատ ընկեր ունեի Չարբախցի։ Ես երրորդ մաս պատկերացնում ես ինքը Չարբախցի, երկուսն էլ կանտրաբասիստ ֆիլհարմոնիկում ենք աշխատում։ Ու ինքը տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, մի 5 տարի հետո ես այնտեղ կոնկուրսների եմ գնում, մաստեր կլասին հանդիպում ենք։ 5 տարի չենք տեսել իրար։ Ինքը որ Երևանում էր ապրում, բացի ներվի կծիկ էր ինքը, էլի, շուտ բռնկվող շատ ենք կռիվանում։ Երկուսով շատ-շատերի դեմ, դե ընկերներ էինք, ման քայլում ենք իրար հետ, հանգիստ ասում եմ, ասեցի ռավ, եթե հիմա լսում են, ինքն էլ հակոբել, ասի ռավ, ասի դեմքդ էլ ա փոխվել, ասի հանգստացել ես, բանալում ես հիմա մտածում եմ, պետք է բռնկվի, բայց հանգիստ նայում, լրիվ ռիլաքս վիճակ, ասի, այս ինչի՞ց է, ասեց վարդ, գիտես, ասեց, տեղ էլ կան արդարություններ, 2005 թիվն էր դա, ես այդ տարիներին էին դա, ասեց, ստեղ է մի քան արդարություններ կան, բայց ասեց վրես չի ազդում, գիտես, որտեղ սա քոնը չի, էլի։ Այ այդ մարդը լրիվ տոտալ փոխվել էր, հանգստացել։ Ասում է դու որ քո մոտ ես տենում այդ անարդարությունը, քո վրա ուրիշ ձև ազդում, ստեղ ասում է ես իմը չի, էլի։ Լրիվ հասկանում ինչ ես ասում։ Կներես շարունակի։ Արի մի հատ ընդգծենք ինչի է պետք օդագնացությունը եւ դրոնաշինությունը։ Նոր մտածելակերպ, սեփական ձեռներով եւ ուղեղով նոր բան ստեղծելու կարողություն, հմտություն, որը շատ կարեւոր է ընդհանրապես ցանկացած մարդու կյանքում։ Այն որ դու սրանով կարաս ուտելիք պատվիրես եւ ավտո, չի նշանակում որ դու շնորհքով մարդ ես։ Շնորհքով մարդը ձեռի շնորհք ունի, միշտ ցանկացած հասարակությունում ձեռից գալիս է։ Մեր հայերեն լավ ասույթներ կան, էլի։ Ձեռով սարքող մարդը միշտ ուստա է, այսինքն մեծերը որ ասում էին ինստիտուտ սովորի, բայց մի արհեստ է սովորի, ասում է արհեստավորը մինչև կեսօր է սոված, կեսօրից հետո կուշտ է, որտեղ անկախ նայած կոշկակար ես, թե ինչ ես, մինչև կեսօրից հետո կուշտ ես, որտեղ արհեստը ինքը միշտ գնահատված է եղել, ինչքան որ մարդկությունը գոյություն ունի, եւ ես կարծում եմ, որ այս AI-ը շատ գերագնահատված է եւ հիմա բոլոր տեղերը քննարկվում է, որ հա կոդը կգրի, նկարները կստեղծի, բայց բադապրավոչիկություն չի կարա անի, տանտոկերը չի կարա քաշի եւ այլն, այսինքն այդ ձեռի հմտությունը, արհեստը ինքը հավերժ օգտակար բան է։ Մտքի թռիչքի մասին արդեն խոսել ենք, որ նու դա գաղտնիք չի, որ մենք պրիմիտիվ ենք մտածում եւ գծային, հա, ասենք չգիտեմ, ով եկավ իշխանության նախորդից խլեց, դրանից ավել ֆանտազիան չի աշխատում, հա, այսինքն չկա ֆանտազիա, որ ենթադրենք, օքեյ, այդ մարդը, չգիտեմ, օլիգարխ է, հանցագործային ինչա, բայց իր ստվերի տակ 5000 աշխատող կա։ Կարելի է կանչել, հա, կարելի է կանչել, ասել մեծ եղբայրը քեզ նայում է, այդ 5000 ճակատագիրը չխեղենք, բայց խաղի կանոնը սենց է, պաստիպենը սենց ենք անում, որ այդ մարդիկ չզգան, բայց եւ այնպես սենց է ալնելու, այսինքն այդ տապորային մեթոդաբանությունը ինքը նաեւ գալիս է այդ մտքի թռիչք չունենալուց, եւ ես դրա համար եմ կարեւորում եւ ես դրա համար եմ քաջալերում երիտասարդները, որ գան դրոն ակադեմիա, կարող է աշխարհի ամենալավ օդաչուն չդառնան, բայց երբ որ իրանց ձեռով մի բան սարքեն, երբ որ արևային պանելով ինչ որ պլաներ սարքեն, որը քանի արևը կա օդում է, դա իրան կողքեվորի, որ ես կարամ մեր դիրքերի համար փաստորեն այնպես պլաներ սարքեմ, որը էլեկտրաէներգիա չի խլում, բայց առնվազն 8 ժամ օդում մնում է ու տղեկի անվտանգությունը ապահովում է։ Ու այս ստեղծելու, արարելու հմտությունը ինքը իրան արհեստականորեն մոռացության են տալի, ասում են, այս պետք չի, բան, բայց հավատացեք, սա այն ամենակարևորն է, որը մեզ մարդ է պահում։ Որտեղ չեմ հիշում այդ մարդու անունը, բայց ինքը կոնցլագերներից մեկում աշխատել է ու հետո դասավանդել է ու երբ որ իրան ասել են կարևոր է չէ լավ մասնագետ լինելը, բան ասել է, չէ երեխեք ջան, ես կոնցլագերում եղել եմ, հիասքանչ մասնագետներ, բժիշկներ տեսել եմ, բայց այն ինչ որ իրանք անում էին մարդկանց հետ, անելու բան չէր։ Այսինքն դու հա կարող է առանց անեստեզիա ոսկորները կենթանի մարդուց հանես, ինչ որ ճիշտ գրանցումներ անես որպես գիտական ինչ որ վերլուծություն, բայց դա մարդկային չի։ Դրա համար ստեղ մենք ունենք խնդիր լավ մարդ ստանալու։ Ես օրինակ իմ կյանքում
երբևիցե չեմ հանդիպել վատ գյուղացու։ Այսինքն ես չեմ տեսել մարդու, որ ծառա մշակում կամ թուփ ու տականքա։ Խի, որովհետև եթե մարդը առավոտը զարթնում է, այդ բույսը ջրում է, չգիտեմ, իրան սնուցում է եւ այլն, by default ստեղծում է, արարում է, արդեն իր տականք լինելը մի 10 պունկտով հետ է գնում։ Հիմա կարող է վատ երաժիշտներ կան, բան չունեմ ասելու, բայց արվեստը ընկալողը եւ փոխանցողը եւ բեմի ջերմությունը զգացողը չի կարող վատ մարդ լինի։ Ապրիորի չի կարող վատ մարդ լինի, կամ ասենք, չգիտեմ, մոտոցիկլիստը, հա, դա էլ հո դրոն չի, բայց այդ որ քամին իրան խփում է, այդ որ ինքը զգում է բնությունը եւ այլն, ապրիորի էլի լավ մարդ է։ Մենք պետք է կենտրոնանանք սրա վրա, որ ինչ գործառույթներ կան եւ ինչ կրթության տեսակներ կան, որ մեզ ավելի շատ մարդ են սարքում, որովհետեւ այն ինչ որ ունենք, նա մարդությունից է ըստ էության, հա, որովհետեւ եթե ճիշտ մարդիկ ճիշտ տեղում լինեին, ուղղակի ճիշտ մարդիկ ճիշտ տեղում լինեին։ Կամ ասեմ, կամ ովքեր տեղում են մարդ լինեին։ Հա, կամ ովքեր իրենց տեղում չեն մարդ լինեին, իրենք առնվազն վերադասին կասեն, գիտես, ես մարդ եմ, ես զգում եմ, որ ես իմ տեղում չեմ։ Խնդրում եմ, այդ $300 տվեք, ես վերապատրաստվեմ, որ ինձ ոչ մեկ չասի, որ ես իմ տեղում չեմ։ Այդ մարդկայինս ինձ չի թողում, որ ես օգտվեմ նրանից, որ բոլորը թքած ունեք, որ ես բյուջեից փող եմ ստանում, հա։ Այսինքն այդ մարդ լինել, ու չեմ կարծում, որ տնօրինությունը X նախարարության կասեր, չէ, դա նորմալ է, այտենց հիմար մնա։ Իհարկե, եթե այտենց մարդկայնորեն ներկայացվեր, այդ մի քանի կոպեկը կտային, մարդն էլ կվերապատրաստվեր, կդառնար իր տեղում մարդ եւ շատ ավելի մեծ օգուտ կտար, հա, բոլորիս։ Եվ այս իմաստով դրոնները, թռիչքը ինքը ազնվական բան է, ինքը ամեն մեկի բան չի, որովհետեւ առնվազն ես հաշվարկել եմ 5-ից 7 հատկանիշ է պետք ունենալ, որպեսզի լինես օդում։ Պետքա լինես կարգապահ, պետքա լինես հետևողական, պետքա չհիասթափվես, որովհետև ինչ թռնում է, ընկնում է, քո առաջի մոդելները ընկնելու է ջարդի։ Այսինքն դու կարող ես մի ամիս սարքես այդ մոդելը, 15 վայրկյանում ծխես։ Բայց պետքա դրան պատրաստ լինես, որ ինչ թռնում է, ընկնում է եւ հաշվարկանես ինչն եմ սխալ սարքել, մոդելավորել եւ այլն։ Ու տենց բազմաթիվ հատկանիշներ, կենտրոնացվածություն, հիշողություն, այսինքն կան հատկանիշներ, առանց որոնց օդը պրոստը պետքա մոռանալ եւ այս իմաստով ինձ դուր է գալի տալ կրթություն, որը բոլորի համար չի։ Կարող է մի քիչ լկտի է հնչում, բայց ինձ դուր է գալի դժվար բանով զբաղվելը, հա, այսինքն ես դասական հայոց լեզվի խմբակ չեմ, որտեղ 10 աշակերտ եկավ, մեկը 8-ով ավարտեց, մեկը 20-ով, բայց 10-ն էլ ավարտեցին, գումարը տվեցին։ Իմիջիայլոց գումարի հարցեր չկա, մենք լիցենզավորված ենք եւ եկամտարկի օրենքով այդ գումարը վերադարձնում է պետություն, այսինքն it's not about money։ Այստեղ իսկապես կարևոր է ով է օդաչու, ով ոչ, որտեղ մարդիկ գալիս են վճարում են, հետո պետությունից փոխհատուցում են, այսինքն փող չունեմ, չեմ սովորումն էլ արանքից դուրս եկել, բայց որակ չկա, մարդկային որակ չկա, ու այս գործի միջոցով ես հասկացա խորապես մեր խնդիրները պետականության, ես հասկացա ինչքան հեշտ մեզ կարան ջնջեն, որովհետև աննպատակ ոչ բոլորը իհարկե, բայց մեծամասնությունը երիտասարդության նպատակներ չունի, ունեն երազանքներ, չունեն նպատակներ։ Ես հասկանում եմ, որ 2015 թվականից, երբ որ ՄԱԿ-ը հայտարարեց, որ շատ ուտելուց ավելի շատ մարդ է մեռնում, քան սովից, այդ ժամանակվանից երկիր մոլորակը էլ առաջվանը չի։ Այսինքն մենք դեգրադացվել ենք, այդ պարզ է, որովհետև լափելուց ավելի շատ մարդ է մեռնում, քան սովից, հա։ Բայց մենակ այդ չի խնդիրը։ Ազգային դոկտրինան, գիտեմ, քո օրակարգում է եւ կարևորագույն հարցերից մեկն է։ Ես խնդրում եմ քեզ մտածես եւ հրավիրես քո եթերներ այն մարդկանց, ովքեր արդեն ինչ-որ բան անում են, թեկուզ ինձ նման փոքրիկ, բայց անում են, եւ մտածում եմ հա, եւ մտածում են հենց այդ դոկտրինայի մասին։ Հիմա օրինակ որ ինձ հարցնում են, ասում են ինչու ես դրանով զբաղվում, ասում եմ եթե Հայաստանում կրթությունից կարևոր բան կա, ես մեռն եմ։ Հա, չկա։ Ոչ առաքումը,
ոչ սնունդը հարցը, ոչ վառելիքի, ոչ շինարարությունը, չկա տենց ոլորտ, որը ավելի կարևոր է, քան կրթությունը, որովհետև չկրթված մարդիկ դառնում են պատուհաս այն մնացած բոլոր ոլորտներում ընդեղի աշխատող մարդկանց համար, թե տնօրինության, թե գոլեգաների, բայց պետք է այդ սինգուլարության զրոյական կետը ֆիքսել, պետք է դու հիասքանչ դիպուկ բան ես ասում, նախ եւ առաջ բոլոր դպրոցներում երեխաների հոգեբանական վիճակն է պետք հասկանալ, ստրեսակայունությունը եւ կյանքի ընկալման իրականության կայֆիցենտը։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես գժվել եմ, որովհետեւ իրականությունը խեղված է։ Ինչ որ մի բլոգեր վերցնում է, ասում է՝ «Պրիվետ, ես բլոգով առել եմ Mercedes պապայիս համար, բանում, սենց բաներ անում, երիտասարդներ նայում են, քննադատական մտածողություն չունեն։ Հայաստանում ով է 20 տարեկանում այնց փող վաստակում, որ հորը Mercedes անում, չկա տես բան։ Բայց այդ կեղծիքը կոմպլեքսները առաջացնում իրանց մոտ։ Իրանք ասում են, ուրեմն ես այնքան դժբախտ, այնքան նիկչոմնի ստից երիտասարդ եմ, որ չեմ կարող իմ ծնողին Mercedes առնեմ։ Ու այդ կեղծ իրականությունը բարդույթները շատացնում է, հոգեբանական տրավմաները շատացնում է, մենք պարտավոր ենք ուղղակի այս վիճակից հանել, բայց մեզ կրկին պետք են ուղղակի ազնիվ 10 հոգեբան, որոնք կմշակեն այդ ամեն ինչը, կմտնեն դպրոց, կանեն դա ու ծնողներին կասեն, որտեղ ես ծնողին ասում եմ, ես զանգում եմ ծնողին, ասում եմ այսօր 2 ժամ ավելի լավ մնալու, տենց եմ ուզում, կաշին քերթելու եմ, կալբասի գործարան եմ ուղարկելու, այն ինտեղից խնդում է, դե հասկանում է, որ ես վնաս չեմ տալ երիտասարդին, ես էլ զավակներ ունեմ, ես ոնց կարամ հայ զավակի երիտասարդի վնաս տամ, բայց կատաղությունս, որ լսում է, զգում է, որ ջանացավ եմ, ինքը վստահում է, ինքը արդեն այդ զանգից հասկանում է, որ ես դաբրո եմ ուզում ծնողից, որ իմ դաստիարակչական պրոցեդուրան անեմ, ստանում եմ օշնությունը ծնողական, նոր անում եմ, հետո ինչ-որ ժամանակ հետո գալիս է, ասում է հալալա քեզ, մերսի, շնորհակալ եմ, որ անտարբեր չես, բայց սա մենակով անելու բան չի, մեզ համակարգա պետք, դու ճիշտ ես, ես պետք են հոգեբաններ, որոնք կմաղեն, կունենան քաջություն ծնողներին ասեն, որ կներեք, բայց այս դպրոցում 300 աշակերտ է, ձերը վատագույնների մեջ է, իր ստրեսակայունությամբ, դաստիարակությամբ, մշակույթով, հետևողականությամբ, հիշողությամբ եւ կենտրոնացվածությամբ։ Բայց սա չենք ասում, որ դուք կոմպլեքսավորվեք։ Մենք ունենք դրոնի խմբակ։ Հիշողության ու կենտրոնացվածության հարցը այնտեղ շատ խիստ դիսցիպլինայով կարան շտկեն։ Եկեք փորձենք իրար հետ, այսինքն ծնողների ներգրավման խնդիր ունենք։ Նախ պետքա ստեղծել այդ դավերյա կոչեցյալը, trust-ը, հա, վստահությունը, որից հետո քիչ-քիչ ներգրավես, պետք չի ծնողի վրա հարձակվել, ասել դու ապուշ ես, դու քո կյանքով ես ապրում, երեխուն вообще, այսինքն մարդը միանգամից պաշտպանողական ռեակցիա է։ Այս ամեն ինչը պետքա մանկավարժական անձնակ, բայց այդ խեղճ մանկավարժական անձնակազմի վրա այնքան բյուրոկրատական թուղթ ու գիր են լցրել են, որ սա հուլիս-օգոստոս տեսնում եմ, էլի ուսուցիչների շուտ բլանկներ են լրացնում, այսինքն պետք է այդ քաղաքական կամքը, որ կրթական համակարգում այդ ստից ձևական պտիչկեքը հանվի եւ մանկավարժներին իդեմս ռեկտորի կամ գլխավոր տնօրենի տրվի այդ կարտ բլանշը, որ երիտասարդներին մոտեցեք ինդիվիդուալ կերպով, չարա, ունես կասկածներ, որ կազինոյի օնլայն խաղում, հետևի պրոստը բացահայտի այդ խնդիրը, բերին կաբինետ, արդեն կաբինետում զանգեք ծնողին, սա անընդունելի է, մենք չենք կարող թույլ տանք, որ հայ երիտասարդը օնլայն կազինո խաղա 10 քանի տարեկանում, ոչ մի լավ բանի մասին չի, որովհետև իմ մոտ ծնողներ կա, ռեալ դեպք եմ պատմում, բումաժնիկը ձեռը սենց բացում է, մտնում է, ասում է, Արման ջան, կասես զահլես տարա, դրոն առնեմ սրան, ասում եմ, հələ լսի, 40 տարեկան տղա ես, դու այդ ճիճունով արա, որ քեզ այնքան է մանիպուլացրել, որ դու բումաժնիկը բացում ես, մտնում ես մոտս, դուրը բացում եմ, համապատասխան անունը տալիս եմ, ասում եմ, այ արիստե, գալիս է, սենց յախեքը հավաքում եմ ծնողի մոտ, արա ասում եմ, այ ոչնչություն, այդքանի գլուխ ունես հորդ նապրյակի տակ ես դրել, մարդը բումաժնիկը բացել է, սենց քարացած, սենց կլոր աշկերով նայում է վրես, ասի կկտրտեմ քեզ, ով ուզում է ալնի, ես այդ ձեր Human Rights Watch բան չի անցնում ասի,
ասի մի հատ էլ հերդ եկավ խղճացած ասեց, ինքն էլ ծնողն էլ սթափվում, ինքը զգում է, որ ես իր դասարանից եմ, որ կյանքի դաս եմ տալիս, ես մի անգամից բումաժնիկը փակում է բան, ասում եմ նայ, հա, մի հատ էլ ասեցիր այս marketplace-ից բան Այդ ինչի առնի, է ուզում դու դրոն առնի, դրոնիկը պետք է սարքի, չէ։ հենց այդ է, ասում եմ լակո, դու օթաչու ես դառել, որ հորդ ասում ես դրոննար, դպրոցը ամեն ինչով ապահովված է, դու քոնը մոդելավորի, սարքի, դաշտային թռիչքի ժամանակ ապացուցի, որ դու օթաչու ես, նոր կռի վարա, որ անձնական դրոն ունենաս, քանի դեռ դու ինչ չես ապացուցել, որ դու օթաչու ես, դու իրավունք չունես ծնողիդ նեղություն տաս։ Ու հետո, երբ որ գալիս է այդ պահը, երկրորդ սերան լսի, ծնողը WhatsApp-ով գրում, ասում է փողը բան անենք, առնենք, բայց դու իրան կասես, որ դա դպրոցինն է, ասում եմ, հա, դա ասում ես, որ չջարդի մի օրում, չէ, ասի, օքեյ, տես կասեմ։ Խայտարակ վիճակ է, խայտարակ։ Ծնողները երեխեքից բախում են, մանիպուլյատորներ են, դու շատ լավ գիտես, որ հիմիկվա թինեյջերները հոյակապ մանիպուլյատորներ են, բայց եկեք ընդունենք այդ մարտահրավերը, ընդունենք, որ մենք հավենք սովետի մարդիկս ու հակամանիպուլյացիաներով ստիպենք սովորել ու ձգտել։ Իմ երեխեքի բախն չի բերել, քանի որ ես նա մանիպուլյատորը ես եմ, ու ես մանիպուլյացիայի մասնագետ եմ։ Այ երեխեքիս բախը չի բերել։ Նայ, հիմա դու ինձ կասես ո՞րն է ամենաճիշտ տարիքը սկսելու համար եւ ո՞րն է, որ դեռ ուշ չի, որտեղ մեզ լսում են տասնյակ հազարավոր մարդը, լսելով ամենի իր եզրակացություններով կարող է ասի լավ, երբ սկսեմ երեխու համար, ո՞նց գտնեմ Ալմանինի վերջո։ Պլյուսի դու մենք 8-ից 13 տարեկան ինքնաթիռներ են հավաքում թռնում, 13-ից անսահման, որտեղ 80 տարեկան աշակերտ ենք ունեցել։ Երբեք ուշ չի։ Պտուտակավոր դրոններն են։ Սենց ասեմ, ինձ մոտ կան 50 անց տղաներ, շատ լավ կայացած բիզնեսմեններ, ովքեր գալիս են այս ամեն ինչի մեջ մտել են ուղղնոցուցով, որպեսզի ինսուլտի ֆակտը 10-15 տարի հետաձգեն։ Որովհետև այն ներոնային կապերը, որը ստեղծվում է քո ուղեղում, դա խոսքը գնում է 0-20 վայրկյանի մասին, այսինքն վայրկյանի 1/5-ում ձեր ուղեղը պետք է ի վիճակի լինի որոշում կայացնել, այդ որոշումը մկանային համակարգով ուղարկել մատներին, հրահանգ տալ դրոնին, որ դրոնով մտնես խողովակի մեջ, թե շենքի կողքով անցնես։ Երբ որ դու սկսում ես 0-20 վայրկյանում օդում որոշումներ կայացնել թռիչքի ժամանակ 3 առանցքով, քո մոտ ինչ-որ բան ճտտում է եւ ուղեղը անդառնալիորեն բուստ է ալնում անգլերեն ասած։ Դու այլևս առաջվանա չես, մեքենայի վարելը 3 անգամ լավանում է ռեակցիա։ Ամենօրյա կյանքում, բիզնես կյանքում որոշումների կայացումը այսպես է դառնում։ Կյանքի որակը, որը որ կոչվում է mental health, մտավոր առողջություն, որովհետև մարմինդ ինչքան էլ կարող է լինի, եթե ուղեղը չի ճտճտում, ոչ մեկին պետք չի։ Նախ եւ առաջ յուրաքանչյուր ոք պետք է մտածի մտավոր առողջության համար, որը դրոնները ապահովում են իրենց տեխնոլոգիական շատ բարձր դիրքի պատճառով։ Դրանից հետո գալիս է մարմնի առողջություն, որովհետև ուղեղը երբ որ թելադրում է մարմնին այդ շարժումները անել, բնականաբար նեյրոնային կապերը եւ իմպուլսները լրիվ ուրիշ արագության տակ են աշխատում։ Եվ այս իմաստով 50+-ների համար ես խորհուրդ եմ տալիս սովորել այս ամեն ինչը, որպեսզի հետաձգեն ինսուլտի ինֆարկտը, եւ տարբեր հետազոտություններ դրա մասին խոսում են, որ ուղեղը ծերանում է, երբ որ նոր activity չկա։ Այսինքն, եթե ջութակ չես նվագել, սկսի ջութակ, եթե դրոն չես քշել, դրոն։ Լյուբոյ խամբան, լյուբոյ, որը երբևիցե չես արել, պետք է անես, որ ուղեղը ջահելացնի, որովհետև ջահելությունը դա ուղեղի աշխատանքն է։ Եթե դու մոռանում ես բառերը, երևույթները եւ այլն, դու ծերանում ես անդառնալիորեն։ Հիմա կամ այդ process-ը դանդաղեցնում ես տեխնոլոգիաների աշխարհում, կամ անդառնալիորեն կարող ես դեպի դրա համար տարիքը սենց է 8-ից 20 տարեկանները շատ լավ թռնում են, բայց շատ վատ են սովորում 20-25-ից բարձրները շատ լավ սովորում են, այդքան էլ լավ չեն թռնում, որովհետև ուղեղը գնալով կարծրանում է ճկունությունը, ինչի են ասում երեխաներին լեզուները փոքր տարիքից է պետք սովորեցնել, որովհետև սպունգա, քաշմաջանը մի անգամից հիշում է 30-ից հետո շատ դժվար է լեզու սովորելը եւ այս ֆիզիոլոգիական գիտելիքներից հետո այս նեյրոնային
գիտելիքներից հետո նոր կապերը ստեղծելուց հետո։ հա, որտեղ ես անընդհատ կարդում եմ, ես ակնհայտ տեսնում եմ ով ինչում է հաջողում, ինչում է տապալվում, հետազոտություններ եմ կարդում եւ փորձում եմ նորարարական մեթոդներով կրթական, որտեղ մեր դպրոցում ընդհանրապես ժամ հասկացողությունը չկա։ Երբ որ ինձ հարցնում են աշխատակիցների վրա քիչ ես ժամ դնում, ասում եմ օթաչու մարդ է, ազատ թռիչքի մարդ է, ես ով եմ իրան ժամ ասեմ։ Կարան գամ 11-ին, կարան գամ 10-ին, կարան գամ 1-ին։ Բայց եթե գալիս են 1-ին, նենց չի որ 6-ին տուն են գնում, մինչև 10-11-ն էլ մնում են։ Այսինքն, քանի որ օթաչուն ինքնին պատասխանատու մարդ է, անիմաստ արհեստական ինչ-որ ռամկաների մեջ դնելը պետք չի։ Աշակերտների մասով, եթե դասը տևում է ժամ-ժամուկես, բնականաբար արտոնություն ստանում են այն աշակերտները, ովքեր մնում են ավել։ Այսինքն, ես հասկացել եմ Հայաստանում կրթական համակարգը ստիպողական է։ Դրա համար արել եմ ամեն ինչ, որ ստեղ ստիպողական չլինի։ Ավարտվել է դասը, գնում է դեպի վերելակը, տեսնում է լաբում ինչ-որ նոր մոդել են հավաքում, հոպ, ճամփեն ծռեց մտավ, մի երկու ժամ էլ մնաց։ Ես աշակերտ եմ ունեցել սիմուլյատրով պարապելա մինչև 1-ը, հերը ասում է լսի, ոչ մեկ չի հավատում, որ տղես մինչև 1-ը դպրոցում ասում են պարապում, լավ է, դու պարապի կամերաների տակ ես տեսնում եմ իրան, էլի։ Ավելի լավ է ստե պարապի, քան փողոցում ինչ որ հորս արև, մորս արև անի, բան, դե հա, ասում եմ ճիշտ ես ասում, տան չունեմ ասել։ Այսինքն ժամ գոյություն չունի, որովհետև ինքը տարերք է, երաժշտության պես է, գեղարվեստի պես է, դու չես կարող Որտեղ է տեղը, location-ը որտեղ է։ Երաս թաղամաս, Ադոնս 4, բիզնես կենտրոն, 10-րդ հարկ, որտեղ տանիքից էլ թռնում ենք, շատ հարմար է ստեղ։ Բա չեք ընկնում մարդկանց վրա։ Չէ, այստեղ DJI-ներն ենք թռնում, իսկ զինվորական տարբեր պոլիգոններում արդեն թռնում ենք մարտական զորակոչիկների համար։ Զորակոչիկների համար էլ է շատ հետաքրքիր, որովհետև արդեն այդ smart soldier ըլնելու գաղափարը քիչ-քիչ մտնում է մարդկանց մոտ, իրանք արդեն հասկանում են, որ լավ կլինի, որ երիտասարդը smart soldier լինի, ոչ թե խրամատ փորող լինի, այլ իսկապես բանակին օգուտ տա, որովհետև այն ինչ որ անում են ուկրաինացիները, մի պիլոտը կարա մի վզվոդ 40 հոգանոց հնձի 5 րոպեում պրոստը։ Պրոստը հնձի։ Էտա։ Հիմա մեզ քանը որ մեր տարիքի մարդիկ շատ են նայում, բնականաբար երեխաներն են բանակի տարիքի կա։ Մոտավորապես քան տարի է պետք սովորել, ասենք մոտ տարի չէ 4 ամիս արդեն գծած ճանապարհ է եթե ամառային զորակոչս ավարտվել է բոլորին զորակոչել են հիմիկվանից պետք է կան գրանցվեն սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբերին միայն դաշտային թռիչքներ զինվորական պոլիգոններում դեկտեմբերին ավարտում են հունվարին գնում են բանակ 4 ամիս է կուրսը շաբաթը 2 անգամով նենց որ կարան զուգահեռ աշխատեն հա ամեն 2 անգամ Ընդամենը 2 անգամ, հա, շաբաթական բավարարում է 4 ամսում դարձնել լիարժեք օդաչու։ Այսինքն այն ինչը առաջ մարդիկ ակադեմիային ընդունում 7-8 տարի սովորում էին, հիմա 4 ամսում կարան դառնան։ Հիմա քանի մոտավորապես օդաչու արդեն ավարտած կմիակազին։ Անցած տարի մի տարի անց գործում ենք, մաղել եմ 287 աշակերտ, 33-ը ստացել են սերտիֆիկատ, եւս 35-ը տեխնացու են։ Հիմնականում զորակոչիկներ եւ տենց նպատակադրված մարդիկ, բայց թեմաները շատ է, այսինքն ըստ էության օդաչու դառնալը դրոնի, դա ընդհանրապես տարական դասարանը ավարտելն է։ Դրանից հետո ավելի հետաքրքիր թեմաներն է սկսում մոդելավորում, ինժեներիա, էլեկտրոնիկա, ծրագրավորում, դա ուղղակի հիասքանչ է, երբ որ դու քո սեփական ցիտիկը ծրագրավորում ես այնպես, որ ինքը ակետից թռնում է ու քո ուզած ապրանքը տանում է բկետ դնում է ու երբ որ տեխնիկապես սպուտնիկների մակարդակով ռադիոսիգնալի էլեկտրոնիկայի ծրագրավորումը, երբ որ դու լիարժեք հասկանում ես ինչի հաշվին գնաց եկավ։ Հա, այդ բերկրանքը ուղղակի չեմ կարա փոխանցեմ, դա իսկապես մտածողության եւ ուղեղի կառուցվածքի հարց է, որ ինչը չի նշանակում, որ հումանիտար կրթությունով մարդիկ չեն հասնի արդյունքի, ես ինքս հումանիտար կրթություն ունեմ, բայց դժվար է, բայց եւ այնպես հետաքրքիր է։ Այս ոլորտը գիտեք ինչն է դուրս գալի։ Մտնելը դժվար է, բայց որ մեկ մտար, sense ֆռում ես հետևից հետեքող չկա։ Այսինքն սա տաքսի քշել չի, որ հարևանիցը
հին Mercedes ուզես, Prilajenyan Yandex-ի քաշես ու հաջորդ օրվա այս տաքսիստ դառնաս, ով ասես քշում է։ Օթաչուն իսկապես այնպես մասնագիտություն է, որ հոնորարները պրոստը չեմ կարող ասեմ ինչքան գրավիչ են, էլի թե երիտասարդներ, ասենք գյուղատնտեսական դրոնով կարելի է 10 օր գնալ թռնել, 300,000-ը դնել գրպանը, 20 օր քնել, հետո զարթնել, էլի 10 օր գնալ թռնել, էլի 20 օր քնել, այսինքն Հայաստանում դրա պահանջարկը կա։ պահանջարկը 10 անգամ ավել է, քան ես կարողանում եմ եւ մյուս ակադեմիաները կարողանում են մասնագետ պատրաստել։ Այլ ակադեմիաներ կա դրոն սովորացնող։ Կան, իհարկե կան։ Մեկ-երկուսն են, բայց կան։ Փորձում ենք միասին ոլորտը կայացնենք, որովհետև օդը ինքը ազնվական բան է։ Օդագնացները բոլորը իրար հետ եղբայրություն են անում, այդտեղ տենց ոտակերության հարց չկա։ Այնքան դժվար է ներմուծումը բան, որ օրինակ ես հիմա մրցաշարին չունեմ շարժիչներ, այն մյուս ակադեմիայից խնդրել եմ, ասել եմ, ճիշտ է դու ես կազմակերպում, բայց 10 հատ ծախսի, որ մենք եմ մասնակցենք չխճանանք։ Բոլոր հարցերով իրար օգնում ենք, ինձ նաև այդ է դուր գալի, սա յուրահատուկ ոլորտ է, օդը քանի որ մաքուր է, գետնի վրա սա պղտորված է արդեն։ Օդը քանի որ մաքուր է, օդագնացները բոլորը իրար սատարում են բոլոր հարցերով։ Այսինքն այդ ոտակերությունը չկա, որովհետև դե թռիչքը ինքը ազնվական բան է, էլի, տենց չես կարող, տենց մանր զզվելի բաներ անես։ Քանի օրինակ մասնագետ ունես, որ ասեն, քանի դպրոցում կան օրինակ, եթե պետք կլինի վաղը խմբակ բացել, որովհետև մի պահ պատկերացա, որ դպրոցական թիմեր կան արդեն, ամեն դպրոց իր թիմը ունի եւ այտենց մրցաշար է լինում։ Դա իմ երազանքն է, process-ը մի քիչ ավելի Անլայն ջան, դա երազանք չի, դա ծրագիր է, մենք անելու ենք, բառերը ճիշտ օգտվում։ Եթե ծրագիրը անելու ենք, ես տարբերաբար հրահանգիչներ վերապատրաստում եմ, դա խնդիր չի։ Հիմա ուրիշ մի հատ մաթեմատիկայի դպրոց կա FIBO, որտեղ ենք մի հատ ոնց որ բուն դրել, փորձում ենք անել։ Մասնագետը չի խնդիրը ժամանակն է։ Մենք ուզում ենք ավելի արագ, բայց process-ները իր ժամանակը ուզում են։ Սա ոնց որ երեխայի ծնունդ էլի 40 շաբաթ պետք է։ Կարելի է ինչ-որ ողնաշարից բաներ սրսկել տենց 30 շաբաթական ծնվի, բայց դե նորմալ մարդ չի դառնա։ Հիմա այդ օդաչուն էլ է տենց մի բան։ Այդ 4 ամիսը մինիմումն է, էլի։ Պրոստը մինիմումն է, որ քրտնաջապ ասում, եթե վաղը գան, քեզ ասենք մի 10 դպրոցից զանգ են ասեն, Արման Սուլեյմանյան, այդ խմբակը դպրոցում ուզում եմ, 10 դպրոց քեզ զանգել է, քանիսը կարող ես ապահովես։ 10-ն էլ կարող ապահովում։ Դժվար, բայց ասում ենք զանգերին, ընկեր տնօրեններ։ Եթե դուք ուզում եք ձեր երեխաները հետաքրքիր թռվռալով գան դպրոց, դպրոցից չուզենան գնան տուն։ Եթե ուզում եք դպրոցը դառնա այդ երեխեքի համար ամենաերազած ու ամենակարևոր տեղը, դուք պետք է ունենաք ձեր մոտ նաև դրոնի խմբակ եւ ոչ միայն։ Ես նույն ձևով պատկերացնում Արման ջան, որպես բան գաղտնիք ասեմ, քաղաքապաշտպանության նաև դասեր ու դասընթացներ, էլի մրցույթներ քաղաքապաշտպանության ոլորտում։ Այսինքն ամեն մի երեխա որոշակի մակարդակի վրա պետք է տեղեկացված լինի ու կարողանա ինչ-որ մի բան անել այդ ոլորտում։ Եվ այդ ժամանակ մենք ունենանք սերունդ, որը կունենա եւ դիսցիպլինա, եւ կենտրոնացման ունակություն եւ կհասկանա կյանքը իրանից ինչ է, էլի, որովհետեւ քաղաքապաշտպանություն, պաշտպանվելու անհրաժեշտություն, դրոն թռնել, հակադարձել, պաշտպանվել, արդեն դառնում է երախում մոտ կենցաղ։ Կենցաղը վերածվում TikTok-ն է իր կենցաղը, հա։ Այ ջելոս TikTok ասին միտս ընկավ, ես պետք է TikTok եթեր անեմ։ Գործ արա։ Ես ցելեմ արդեն TikTok-ում եթեր անեմ, հիմա այնտեղ նստած TikTok-ում ինձ են սպասում, իմիջիալոց ամեն օր ժամը 10-ին Երևանի ժամանակով ես TikTok-ում եմ ուղիղ եթեր, բարձում այնտեղ հայրենակիցներ կան, որ ինչ չեն հետևում YouTube-ում, Facebook-ում, իրանց հետ շփման անհրաժեշտություն կա, ես էլ այդտեղ եմ գործնում եմ։ Արման ջան։ Ինձ մնում է ասել 044 54 32 21 Վիշապ Դրոն ակադեմիա, դիմեք թե ուսման հարցով, թե նոր խմբակ բացելու, միշտ պատրաստական եմ, հավատացեք, եթե ներդրում անեք այս ոլորտ, տվյալ երեխաների ապագա մտածողության մեջ եք անում ներդրում, իսկ դա շատ շնորհակալ գործ է,
Ես դրանից կարևոր գործ պրոստը չեմ կարող պատկերացնել, այդ ստից մտից բարեգործություն ինչ որ սնունդ, դա էլ է պետք իհարկե մարդիկ կան, որ դրա կարիքը ունեն, բայց ձևական բնույթից դուրս գանք ինչ-որ, որովհետև ինչ-որ սնունդ առնել տալը կամ ինչ-որ մեկին տանել սևան լողացնելը ինչ-որ կարիքավոր մարդու շատ ավելի պրիմիտիվ է ու հեշտ, քան երկար տանջալից հոգեբանական ծանր կրթական process-ը, սակայն հավատացեք, երկրորդը ձեզ համար դրախտում ավելի դրական կանաչ բջիջկեք կդնի, քան որ այդ միանվագ ինչ-որ ցուցանող բարությունը։ ասենք լավ, դրախտում դրոնքշորները իրանք են ընտրում իրանց դերը։ Այո, այդ աստվածների առաքումները բան ուժին մարդիկ ամենտեղ պետք է, բայց իրականում տենց անեկդոտ կա գիտես, չէ, որ ուրեմն մի հատ ինժեներ մարդ դժոխքում է հայտնվում, մեկ է Սուրբ Պետրոսը գալիս է, ասում Աստված ջան, ասում ասես մի հատ պրոբլեմ կա էլի, ասում այս Վալոդը պետք է դրախտում լներ, էլի սաղ կյանք չարչարված մարդ է, ասում պրոստը այս թղթերի մեջ ոնց եղավ, ոնց չեղավ, շփոթվել ենք էլի, ասում դժոխք է գնացել, ասում հա դա ինչ հարց է, գնա սատանային ասա բեր մեր մոտ, գնում է սատանայի մոտ, ասում լսի sense մի հատ թուրիմացություն ա եղել, մի հատ ինժեներ մարդ է էլի քոբոտը գելբան, ասում հա տամ ով ա որ, ասում Վալոդը, Վալոդին չեն տա, ախպեր ասում ոնց չես տա, էլ ինքը դրախտի բան է, հիմա թուրիմացությունը, ախպեր ասում ուրեմն Վալոդը, այս սաղ կացաներից տակ գազի այդ մակարդակները բան, սաղ ինժեներական ճշգրտությամբ, ասենք ով շատ մեղք ունի, շատ պետք է բլբլտա, սաղ ասում կարգա, ում ասում սաղ դժող կտամ, ախպեր Վալոդին չեն տա, որտեղ սաղ հարցերս կարգավոր են։ Ճիշտ է։ Խելացի մարդ է, հիմա ես Պետրոսը ներվայնանում է, ասում հա, ասում դե որ տենց հա, մենք քեզ դատի կտանք, արա ասում սաղ դատավորները դժոխքում են, ոնց եք դատի տալու։ Անիքնոտ է ինժեներիայի եւ արդարադատության դասից։ Լավ, անոչ։ Դե ես հուսով եմ մենք շատ կարճ ժամանակ հետո որ նորից բան ունենանք, Այո, զրույց դու քո նոր ձեռքբերումների մասին կասես։ սիրո, Մենք էլ իրար հետ պետքա ստեղծենք այս երկիրը մեր ուզած ձևով։ Եղավ, շնորհակալ եմ։ հաջողություն, հաջողություն։ Լավ է։